Մի երիտասարդ աղջիկ մտնում է շքեղ առանձնատան մռայլ աշխարհ, փորձելով մորը փրկել ֆինանսական փլուզումից հիվանդությունից։ Բայց երբ նա ականատես է լինում դաժան անարդարության, նա խախտում է լռությունը, ամեն ինչ փոխում է մեկ բառով՝ ոչ։ Այն, ինչ համարձակության պարզ արարք էր, վերածվում է լուռ հեղափոխության, որը բացահայտում է չարաշահումները, կործանում կայսրություններ, բացահայտում նրանց ուժը, ովքեր միշտ անտեսվել են։ Նախքան այս զարմանահրաշ պատմությունը լսելը, մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին, ավելի հուզիչ պատմությունների համար։ Անձրի կաթիլների ձայնը արձագանքում էր առանձնատան հետնամասի փոքրիկ սենյակում։ Անձրը ուժգին թմբկահարում էր տանիքը, ստեղծելով մելամաղձոտ սիմֆոնիա, որն ուղեկցում էր 17-ամյա Կիարայի մտքերը։ Կիարան կարգավորեց բարակ ծածկոցը մոր ուսերին, դիտելով, թե ինչպես էր Հռիփսիմեն մեղմորեն հազում, փորձելով ձայն չհանել, որպեսզի ոչ ոքի չանհանգստացնի, նույնիսկ այնտեղ, իր սեփական սենյակում։ Մայրիկ, դուք պետք է դեղորայք ընդունեք, շնջաց Կիարան, մոտենալով նեղ անկողնուն, որտեղ Հռիփսիմեն հանգստանում էր հերթական հոգնեցուցիչ աշխատանքային օրվանից հետո։ Հռիփսիմեն դանդաղ բացեց աչքերը, բացահայտելով հոգնած, բայց դեռս աղջկա հանդեպ քնքշությամբ լի հայացք։ Մի անհանգստացեք ինձ համար, իմ սիրելիս։ Վաղը շատ ավելի լավ կլինենք։ Միշտ այդպես եք ասում, մրմնջաց Կիարան, նստելով անկողնու եզրին։ Բայց ես տեսնում եմ, թե ինչպես եք ժպիտը ստիպում, երբ ձեր մեջքը ցավում է, ինչպես եք հազը թաքցնում, երբ նրանք մոտ են։ Ալյանսների առանձնատունը տպավորիչ էր, իր 3 հարկերով կատարելապես խնամված այգիներով։ Հռիփսիմեն այնտեղ աշխատում էր ավելի քան 15 տարի, այն օրվանից, երբ Կիարան փոքրիկ երեխա էր։ Նա սկսել էր որպես խոհանոցային օգնական ժամանակի ընթացքում նվիրվածության ազնվության շնորհիվ վստահություն էր ձեռք բերել հին տերերի մոտ։ Երբ նրանք տեղափոխվեցին Դիլիջան, գույքը վաճառեցին Վիկտոր Ալյանցին, Երանի հաջողակ գործարարին, ով լայնարձակ բնակավայրի կարիք ուներ, իր հաճախորդներին գործընկերներին տպավորելու համար։ Վիկտորը զուսպ մարդ էր, միշտ ներգրավված կարևոր հանդիպումների գործուղումների մեջ։ Հազվադեպ էր տանը, երբ լինում էր սահմանափակվում էր աշխատակիցներին քաղաքավարի գլխով անելով, նախքան իրեն գրասենյակում փակելը։ Նրա համար առանձնատունը գործում էր որպես լավ յուղված մեքենա, առանց որը մտահոգության առօրյա մանրամասների մասին։ Տան դինամիկան ամբողջությամբ փոխվեց, երբ Օլիվիան եկավ։ Նա Վիկտորի հարսնացուն էր, 32 տարեկան կին, սովոր շքեղությանն ու հեշտ կյանքին։ Երանի ավանդական ընտանիքի դուստրը, Օլիվիան, իր կյանքի մի օր անգամ չէր աշխատել, բայց շատ հստակ կարծիքներ ուներ այն մասին, թե ինչպես պետք է գործեն իրերը։ Առաջին իսկ օրվանից, երբ նա ոտք դրեց առանձնատուն, հստակ դարձրեց, որ հենց ինքն է կառավարելու տնային բոլոր ասպեկտները։ Հռիփսիմե, հուսով եմ, կհասկանաք, որ այժմ այս տանը շատ ավելի բարձր չափանիշներ կունենանք, ասել էր Օլիվիան առաջին իսկ շաբաթվա ընթացքում, քայլելով խոհանոցում, կարծես թագուհի լիներ, ստուգելով իր տիրույթները։ Վիկտորը արժանի է լավագույնին, ես մտադիր եմ ապահովել, որ նա հենց դա էլ ունենա։ Հռիփսիմեն պարզապես հարգանքով գլխով արեց, ինչպես միշտ անում էր։ 46 տարեկանում նա սովորել էր, որ իր աշխատանքը պահպանելու լավագույն միջոցը անտեսանելի մնալն էր, իր աշխատանքը կատարելապես անելը, երբեք հրամանները չկասկածելը, անկախ նրանից, թե որքան անհեթեթ էին դրանք։ Մայրիկ, ինչու եք երբեք չբողոքում, հարցրեց Կիարան անձրոտ երեկոներից մեկի ժամանակ, դիտելով, թե ինչպես էր Հռիփսիմեն մերսում իր այտուցված ձեռքերը հատկապես դժվար օրվանից հետո։ Որովհետև բողոքելը մեր հաշիվները չի վճարում, սիրելիս, մեղմ պատասխանեց Հռիփսիմեն։ Եվ որովհետև արժանապատվորեն աշխատելը տարբերվում է անհարգալից վերաբերմունքից։ Ես չեմ կարող վերահսկել, թե ինչպես են ինձ վերաբերվում, բայց կարող եմ վերահսկել, թե ինչպես եմ արձագանքում։ Կիարան լիովին չէր հասկանում այդ բառերը։ Նա տեսնում էր, թե ինչպես էր մայրը արթնանում արածակից առաջ, աշխատում մինչ ուշ գիշեր, դիմանում թթվային մեկնաբանություններին, հակասական հրամաններին, երբեք չկորցնելով իր հանգստությունը։ Բայց նա տեսնում էր լուռ արցունքները, որոնք Հռիփսիմեն թափում էր, երբ կարծում էր, որ ոչ ոք չի նայում, այն ձ, թե ինչպես էին նրա ուսերը ամեն օր մի փոքր ավելի կորանում։ Հռիփսիմեի առողջությունը սկսեց վատանալ ձմռանը։ Սկզբում պարզ մրսածություն թվացող հազը դարձավ մշտական, ուղեկցվելով մեջքի ցավերով հոգնածությամբ, որը հանգստից չէր բարելավում։ Դեղերը, որոնք կարող էին գնել տեղի դեղատնից, մեծ ազդեցություն չունեին, իսկ մասնավոր բժիշկը բոլորովին անհնար էր։ Հենց այդ ժամանակ Կիարան կայացրեց այն որոշումը, որը կփոխեր ամեն ինչ։ Մայրիկ, ես էլ եմ այստեղ աշխատելու, հայտարարեց մի առավոտ, մինչ նրանք պատրաստում էին լուսադեմի սուրճը։ Բացարձակապես ոչ, կտրականապես պատասխանեց Հռիփսիմեն։
Դու պետք է սովորես, պետք է հնարավորություններ ունենաս, որոնք ես երբեք չեմ ունեցել։ Իսկ ինչպես եմ սովորելու, եթե նույնիսկ ձեր դեղերի համար գումար չունենք, պատասխանեց Կիարան, նրա ձայնը դողում էր զսպված հույզերից։ Դուք այնքան եք աշխատում, որ հիվանդանում եք, իսկ ես այստեղ եմ, ոչինչ չանելով։ Սա ճիշտ չէ։ Հռիփսիմեն դադարեցրեց իր արածը, խորը նայեց աղջկա աչքերին։ Այնտեղ նա տեսնում էր նույն վճռականությունը, որն իրեն պահել էր այդ բոլոր տարիների ընթացքում, բայց նա տեսնում էր երիտասարդությունն ու խոցելիությունը, որոնք անհանգստացնում էին իրեն։ Այս տունը այն փոխում է մարդկանց, Կիարա։ Ես չեմ ուզում, որ դու իմ նման դառնաս։ Դուք ամենաուժեղ կինն եք, ում ես ճանաչում եմ, ասաց Կիարան, գրկելով Հռիփսիմեին։ Եվ ես ձեր նման չեմ դառնա։ Ես ավելի լավը կլինեմ։ Ես միջոց կգտնեմ այստեղից դուրս գալու։ Իր բոլոր մայրական բնազդներին հակառակ, Հռիփսիմեն ի վերջո համաձայնեց։ Կարիքն ավելի մեծ էր, քան իր վախերը, գուցե, պարզապես գուցե երկու հոգու աշխատանքը կարող էր արագացնել բավարար գումար խնայելու գործընթացը, նոր սկզբի համար։ Օլիվիան համաձայնեց Կիարային աշխատանքի ընդունել ժպիտով, որը չէր հասնում նրա աչքերին։ Ինչ հարմար է, ասաց նա, երիտասարդ աղջկան վերից վար դիտելով։ Հուսով եմ, որ նա ժառանգել է մոր նվիրվածությունը։ Առաջին իսկ օրվանից պարզ դարձավ, որ Օլիվիան Կիարայի մեջ տեսնում էր ոչ միայն մեկ աշխատակցի, այլ իշխանությունն էլ ավելի բացարձակ ձով իրականացնելու հնարավորություն։ Հռիփսիմեի հետ կար որոշակի զգուշություն, քանի որ նա գիտեր տան բոլոր գաղտնիքները ուներ տարիների փորձ։ Բայց Կիարան երիտասարդ էր, անփորձ բավականաչափ հուսահատ, ամեն ինչ ընդունելու համար։ Դու սկսելու ես լոգարանները մաքրելուց, հանձնարարեց Օլիվիան, Կիարային տալով անվերջանալի թվացող առաջադրանքների ցուցակ։ Եվ հուսով եմ, կհասկանաս, որ այստեղ լռությամբ ենք աշխատում։ Ես չեմ ուզում լսել խոսակցություններ, ծիծաղ կամ որե անհարկի աղմուկ։ Կիարան գլխով արեց, վճռականորեն ապացուցելու իր արժեքը։ Առաջին շաբաթներին նա արթնանում էր Հռիփսիմեից էլ ավելի շուտ, աշխատում լռությամբ բացարձակ հնազանդությամբ, ամեն գիշեր հոգնած ընկնում էր անկողին։ Բայց նա դիտում էր։ Նա տեսնում էր, թե ինչպես էր Օլիվիան նվաստացնում մյուս աշխատակիցներին կատակների քողի տակ դաժան մեկնաբանություններով, ինչպես էր ստեղծում կամայական կանոններ, որոնք փոխվում էին իր տրամադրությանը համապատասխան, ինչպես էր օգտագործում քողարկված սպառնալիքներ, բոլորին մշտական անհանգստության մեջ պահելու համար։ Ինչու է նա դա անում, հարցրեց Կիարան Աննային, մյուս սպասուհիներից մեկին, հազվագյուտ պահերից մեկի ժամանակ, երբ նրանք մենակ էին լվացքատանը։ Աննան, 25 տարեկան կինը, ով այնտեղ աշխատում էր 3 տարի, նյարդայնորեն շուրջ բոլորը նայեց, նախքան պատասխանելը։ Որովհետ կարող է։ Որովհետ ոչ ոք երբեք նրան ոչ չի ասել։ Իսկ ինչու ոչ ոք չի բողոքում։ Ինչու ոչ ոք չի պատմում պարոն Վիկտորին։ Ինչ պատմել, Աննան դառնորեն ծիծաղեց։ Որ նա չարամիտ է։ Որ նա վատ է վերաբերվում մեզ։ Նա նույնիսկ չգիտի, որ մենք գոյություն ունենք։ Եվ նույնիսկ եթե իմանար, կարծում ես, որ նա կհավատա սպասուհու խոսքին իր հարսնացուի խոսքի դեմ։ Կիարան սկսեց հասկանալ իրավիճակի բարդությունը։ Դա միայն քրտնաջան աշխատանքի կամ պահանջկոտ տերերի մասին չէր։ Դա մի համակարգի մասին էր, որտեղ որոշ մարդիկ իշխանություն ունեին ոչնչացնելու ուրիշների կյանքը պարզ մեղադրանքով, որտեղ արժանապատվությունը շքեղություն էր, որը նրանք չէին կարող վճարել։ Բայց Կիարայի մեջ կար մի բան, որը հրաժարվում էր ընդունել այդ իրականությունը որպես անփոփոխ։ Գուցե դա երիտասարդությունն էր, կամ գուցե պարզապես այն բնազդը, որ իշխանությանը հարգելու դաժանությունն ընդունելու միջ տարբերություն կար։ Առաջին անգամ, երբ նա ականատես եղավ Օլիվիայի կողմից աշխատակիցներից մեկին հրապարակային նվաստացնելուն, նա զգաց, թե ինչպես է ինչ-որ բան այրվում իր կրծքի մեջ։ Դա Մարկոսն էր, այգեպանը, ում վրա բղավում էին, քանի որ գիշերը մի քանի տեր էր ընկել լողավազանի մեջ։ Դու անգործունակ ես, բղավում էր Օլիվիան, նրա դեմքը կարմիր էր զայրույթից։ Չգիտեմ, թե ինչու ենք ժամանակ գումար կորցնում մեկի վրա, ով նույնիսկ չի կարող այգին մաքուր պահել։ Մարկոսը, 50-ամյա մի տղամարդ, 2 դուստր պահելու համար, պարզապես գլուխը խոնարհեց մրմնջաց ներողություններ, խոստանալով, որ դա այլս չի կրկնվի։ Կիարան սեղմեց բռունցքները, զգալով զայրույթի անզորության խառնուրդ։ Նա ուզում էր ինչ-որ բան ասել, ինչ-որ բան անել, բայց Հռիփսիմեի խոսքերը արձագանքում էին նրա մտքի մեջ։ Արժանապատվորեն աշխատելը տարբերվում է անհարգալից վերաբերմունքից։ Արդյոք իսկապես տարբերություն կար։ Թե
Դա պարզապես Հռիփսիմեի համար անընդունելին ընդունելի դարձնելու միջոց էր։ Այդ հարցերը տանջում էին նրան, մինչ նա շարունակում էր իր աշխատանքը, դիտելով, սովորելով դանդաղորեն ձավորելով մի համոզմունք, որը վախեցնում էր նրան։ Ինչ-որ բան պետք էր փոխել։ Հաջորդ շաբաթները բերեցին մի առօրյա, որը կարծես պարան էր սեղմում Կիարայի պարանոցի շուրջը։ Նա արթնանում էր առավոտյան ժամը 5-ին, նույնիսկ Հռիփսիմեից 1 ժամ շուտ, որպեսզի սկսեր լոգարանների մաքրումը, նախքան ընտանիքի որե անդամ կարթնանար։ Տան լռությունն այդ պահերին գրեթե սրբազան էր, խախտվում էր միայն նրա զգույշ քայլերի հոսող ջրի ձայնով։ Օլիվիան կարծես հատուկ ռադար էր մշակել, ցանկացած անկատարություն հայտնաբերելու համար։ Նա հայտնվում էր ամենաանսպասելի պահերին, միշտ այդ սառը դիտողական ժպիտով, փնտրելով քննադատության պատճառներ։ Կիարա, կանչեց նա մի առավոտ, նրա ձայնը արձագանքում էր միջանցքում։ Արի այստեղ։ Երիտասարդ աղջիկը կուլ տվեց թուքը մոտեցավ, ձեռքերը դեռ թաց էին մաքրող շորից։ Օլիվիան կանգնած էր ճաշասենյակի մուտքի մոտ, մատնացույց անելով պատուհաններից մեկի ապակու վրա գտնվող միկրոսկոպիկ բիծը։ Սա՞։ Եք դուք մաքուր անվանում, հարցրեց նա, նրա ձայնը ցածր էր, բայց լի արամարանքով։ Ներեցեք, տիկին Օլիվիա։ Հենց հիմա նորից կմաքրեմ, պատասխանեց Կիարան, վերցնելով ցողացիրը։ Ոչ, չես անի, ասաց Օլիվիան, անհարկի ամրությամբ բռնելով Կիարայի բազկից։ Դու տան բոլոր պատուհանները նորից կմաքրես։ Բոլորը։ Եվ երբ վերջացնես, ուզում եմ, որ ինձ ցույց տաս դրանցից յուրաքանչյուրը։ Կիարան գլխով արեց, զգալով, թե ինչպես են իր այտերը այրվում նվաստացումից։ Առանձնատանը կար 43 պատուհան։ Դա գտեր ամբողջ օրը։ Ախ, Կիարա անկաշկանդ ավելացրեց Օլիվիան։ Ձեր մայրը նշեց, որ դուք մտածում եք ուսումը շարունակելու մասին։ Ինչ հետաքրքիր գաղափար է։ Կիարայի սիրտը սկսեց արագ բաբախել։ Հռիփսիմեն երբեք դա չէր ասել Օլիվիային։ Իրականում ամիսներ շարունակ նրանք չէին խոսել ուսման մասին, հենց այն պատճառով, որ երկուսն էլ գիտեին, որ դա այդ պահին անհնարին շքեղություն էր։ Ես ոչ, տիկին։ Ես հիմա դրա մասին չեմ մտածում։ Շատ լավ է, ժպտաց Օլիվիան։ Որովհետև ափսոս կլիներ, եթե դուք ժամանակ չունենայիք այստեղ աշխատանքին լիովին նվիրվելու համար։ Ի վերջո, ձեր մայրը այնքան կարիք ունի այս աշխատանքի, չէ՞։ Սպառնալիքը հստակ էր, նույնիսկ քաղաքավարի բառերով փաթաթված։ Կիարան պարզապես գլխով արեց գնաց մաքրող նյութերը բերելու, զգալով մի հանգույց իր կոկորդում։ Հենց այդ պահերին էր, որ նա ամենաշատն էր կարոտում դպրոցը։ Ոչ պարտադիր դասերը կամ քննությունները, այլ ապագա ունենալու զգացումը, այդ 4 պատերից դուրս հնարավորություններ ունենալու զգացումը։ Դպրոցում նա Կիարան էր, խելացի երիտասարդ աղջիկ, երազանքներով, կարծիքներով։ Այստեղ նա պարզապես ծառայելու համար նախատեսված ձեռքերից մեկ զույգ էր։ Մի կախեք գլուխը այդպես, շշնջաց Աննան, մոտենալով, երբ Օլիվիան դուրս եկավ սենյակից։ Նա սիրում է, երբ մենք դա անում ենք։ Ինչպես եք դուք դիմանում, հարցրեց Կիարան, սկսելով ցողել առաջին պատուհանը։ Մտածելով իմ որդու մասին, պարզապես պատասխանեց Աննան։ Նա 4 տարեկան է, հավատում է, որ մայրիկն աշխատում է ամրոցում։ Ես չեմ լինի նա, ով կկործանի նրա այդ պատրանքը։ Կիարան թեթակի ժպտաց։ Աննան միշտ ուներ այդ կարողությունը, լույս գտնելու նույնիսկ ամենամռայլ իրավիճակներում։ Նա մի քանի ամսվա հղի էր, մի բան, որը դեռ տեսանելի չէր, բայց որն արդեն նրան սովորականից ավելի հոգնած էր դարձնում։ Իսկ դուք ինչպես իմացաք, հարցրեց Կիարան, ձայնը ցածրացնելով։ Որ ես հղի եմ, Աննան մեղմորեն ծիծաղեց։ Մեր մարմինը չի ստում։ Բայց խնդրում եմ, դեռ ոչ ոքի մի ասեք։ Ես ուզում եմ համոզվել, թե ինչպես եմ դա լուծելու, մինչ հրապարակային դառնա։ Կիարան գաղտնիություն խոստացավ, բայց մի անհանգստություն աճեց նրա կրծքի մեջ։ Ինչպես կարձագանքեր Օլիվիան, երբ իմանար։ Հղի աշխատակիցը նշանակում էր արձակուրդ, ժամանակավոր փոխարինում, հնարավոր բարդություններ։ Իսկ Օլիվիան չէր սիրում բարդություններ։ Առանձնատան առօրյան կարգավորվում էր չգրված կանոններով, որոնք բոլորը գիտեին։ Վիկտորը վաղ էր գնում գրասենյակ, վերադառնում էր միայն ուշ երեկոյան, սովորաբար հոգնած հետաքրքրված էր միայն խաղաղ ճաշելով։ Հանգստյան օրերին նա ընդունում էր հաճախորդներ կամ մեկնում կարևոր հանդիպումների։ Օլիվիան բացարձակ կառավարում էր նրա բացակայության ժամանակ, տունը վերածելով իր անձնական թագավորության։
Նա միշտ այդպես չէր, նշեց Հռիփսիմեն մի երեկո, մինչ նրանք ճաշից հետո խոհանոցը կարգավորում էին։ Սկզբում, երբ նա եկավ, գրեթե քաղաքավարի էր։ Ինչը փոխվեց, հարցրեց Կիարան։ Հռիփսիմեն վարանեց, կարծես որոշում էր, կիսվել իր դիտարկումներով, թե ոչ։ Իշխանություն, ասաց վերջապես։ Նա հայտնաբերեց, որ կարող է անել այն, ինչ ուզում է առանց հետանքների։ Կիարան ուշադիր դիտեց մորը։ Հռիփսիմեն ավելի նիհար էր, աչքերի տակի շրջանակներն ավելի արտահայտված էին, բայց նրա աչքերում ինչ-որ այլ բան կար։ Մի վճռականություն, որը նախկինում չկար։ Մայրիկ, ինչ եք մտածում։ Մտածում եմ, որ գուցե ժամանակն է սկսել պլաններ կազմել, մեղմ ասաց Հռիփսիմեն։ Այստեղից դուրս գալու պլաններ։ Այդ բառերը արձագանքում էին Կիարայի մտքի մեջ հաջորդ օրերին։ Այստեղից դուրս գալը միշտ անհնարին երազանք էր թվում, մի բան հեռավոր անորոշ ապագայի համար։ Բայց այն ձ, թե ինչպես էր Հռիփսիմեն խոսել, հուշում էր ավելի կոնկրետ, ավելի մոտ բանի մասին։ Ավելի լավ հասկանալու հնարավորությունը եկավ հինգշաբթի կեսօրին։ Վիկտորը վաղ էր եկել, իր հետ բերելով երանից մի կարևոր հաճախորդի։ Օլիվիան իր տարերքի մեջ էր, կազմակերպելով շքեղ ընթրիք համոզվելով, որ ամեն մանրուք կատարյալ է։ Ուզում եմ, որ ամեն ինչ անթերի լինի, հանձնարարեց նա խոհանոցում հավաքված աշխատակիցներին։ Այս հաճախորդը շատ կարևոր հնարավորություն է Վիկտորի համար, ես թույլ չեմ տա, որ որևէ բան սխալ լինի։ Կիարային հանձնարարվեց խմիչքներ մատուցել գրասենյակում կայանալիք հանդիպման ժամանակ։ Դա առաջին անգամն էր, որ նա մտնում էր այդ միջավայր, այնտեղ աշխատել սկսելուց ի վեր։ Վիկտորի գրասենյակը տպավորիչ էր, հատակից առաստաղ գրքի դարակներով, շքեղ կարմիր ծառի սեղանով պատերին զարդարված արժեքավոր թվացող նկարներով։ Վիկտորը հաճախորդին, մոխրագույն մազերով թանկարժեք կոստյումով մի տարեց տղամարդու, բացատրում էր անշարժ գույքի ներդրումների մասին։ Կիարան խմիչքները մատուցեց լռությամբ, փորձելով անտեսանելի լինել, ինչպես միշտ։ Այս գույքն անսահման ներուժ ունի, ասում էր Վիկտորը, մատնացույց անելով սեղանին տարածված գրաֆիկները։ Տեղադրությունը առանձնահատուկ է, համապատասխան վերանորոգումներով մենք կարող ենք արժեքը եռապատկել 5 տարվա ընթացքում։ Իսկ ներկա բնակիչները, հարցրեց հաճախորդը։ Նրանք կտեղափոխվեն, բնականաբար։ Մենք արդեն բանակցություններ ենք վարում, համապատասխան այլընտրանքներ գտնելու համար։ Կիարան հասկացավ, որ նրանք խոսում էին քաղաքի ամենաաղքատ թաղամասերից մեկում ջենտրիֆիկացիայի նախագծի մասին։ Ընտանիքներին կվտարեին իրենց տներից, շքեղ շինությունների տեղը բացելու համար։ Այն բնականությունը, որով Վիկտորը քննարկում էր այդ կյանքերը որպես թվեր աղյուսակում, խորապես անհանգստացրեց նրան։ Կիարա, հանկարծ ասաց Վիկտորը, նկատելով նրա ներկայությունը։ Կարող ես ավելի շատ սառույց բերել, խնդրում եմ։ Իհարկե, պարոն, պատասխանեց նա, արագ դուրս գալով։ Բայց նրա խոսքերը գրավել էին հաճախորդի ուշադրությունը։ Երիտասարդ աշխատակից, մեկնաբանեց նա։ Երկա է այստեղ։ Ընդամենը մի քանի շաբաթ, անուշադիր պատասխանեց Վիկտորը։ Ամենահին սպասուհիներից մեկի դուստրն է։ Օլիվիան կարծեց, որ լավ հավելում կլինի թիմին։ Երբ Կիարան վերադարձավ սառույցով, հաճախորդն ավելի ուշադիր նայեց նրան։ Իսկ դու, երիտասարդ, չպետք է դպրոցում լինեիր։ Հարցը բոլորին անսպասելիորեն բռնեց։ Վիկտորը կարծես Կիարային առաջին անգամ էր տեսնում, նկատելով նրա տարիքը իրավիճակի տարօրինակությունը։ Ես ուսումից դադար եմ վերցրել, պարոն, զգուշորեն պատասխանեց Կիարան։ Դադար, պնդեց հաճախորդը։ Ինչ տարիքում։ 17 տարեկան, պարոն։ Անհարմար լռություն տիրեց գրասենյակում։ Վիկտորը հոնքերը կիտեց, կարծես հաշվարկներ էր անում իր գլխում։ Հաճախորդը դժգոհորեն գլխով արեց։ Վիկտոր, դու գիտես, որ անչափահասներին դպրոցական ժամերից դուրս աշխատանքի ընդունելը կարող է իրավական բարդություններ առաջացնել, չէ՞։ Կիարան տեսավ, թե ինչպես ամոթը պատեց Վիկտորի դեմքը։ Ակնհայտ էր, որ նա երբեք չէր անհանգստացել աշխատակիցների տարիքը ստուգելու կամ Օլիվիայի որոշումները վարձելու վերաբերյալ հարցականի տակ դնելու համար։ Իհարկե, իհարկե, արագ ասաց Վիկտորը։ Դա կլինի պարզաբանված։ Կիարան դուրս եկավ գրասենյակից, սիրտը ուժգին բաբախելով, իմանալով, որ կարևոր բանի ականատես էր եղել։ Վիկտորն իսկապես զարմացել էր, իմանալով իր տարիքը, ինչը հուշում էր, որ Օլիվիան դիտավորյալ էր բաց թողել այդ տեղեկությունը։
Ավելի ուշ այդ երեկոյան, հաճախորդի հեռանալուց հետո, Կիարան բարձրացած ձայներ լսեց հիմնական ննջասենյակից։ Վիկտորն ու Օլիվիան վիճում էին, թե նա չէր կարող լսել հստակ բառերը, տոնը հստակորեն առճակատային էր։ Ինչի մասին էին վիճում կարծես, հարցրեց Աննան, երբ Կիարան կիսվեց տեղեկությամբ։ Հուսով եմ, որ նա հասկացավ, թե ինչպիսին է նա իրականում, մեղմ ասաց հռիփսիմեն, միանալով խոսակցությանը։ Բայց նրանց հույսերը արագորեն փլուզվեցին։ Հաջորդ առավոտյան Օլիվիան սովորականից էլ ավելի գրգռված էր, իր զայրույթը թափելով բոլոր աշխատակիցների վրա։ Թվում էր, թե Վիկտորի հետ վեճը չէր բերել այն փոփոխությանը, որին նրանք սպասում էին։ Կարծես ինչ-որ մեկը 3 չափից շատ է խոսել, ասաց Օլիվիան առավոտյան ստուգման ժամանակ, հայացքը հառելով Կիարայի վրա։ Հուսով եմ, որ բոլորը հասկանում են հյուրերի հետ համապատասխան խոսակցություններ պահպանելու կարևորությունը։ Սպառնալիքը հստակ էր։ Ցանկացած փորձ արտաքին օգնություն փնտրելու համար կդիտվեր որպես դավաճանություն համապատասխանաբար կպատժվեր։ Բայց ինչ-որ բան փոխվել էր առանձնատան մթնոլորտում։ Վիկտորը սկսեց ավելի շուտ հայտնվել տանը, ավելի ուշադիր դիտելով, թե ինչ էր կատարվում իր շուրջը։ Նա ուղղակիորեն չէր միջամտում, բայց նրա ներկայությունը տարբեր լարվածություն էր ստեղծում, կարծես բոլորը գիտեին, որ իրենց գնահատում են։ Կիարան նկատեց, որ նա հատկապես իրեն էր դիտում, կարծես փորձում էր հասկանալ մի բան, որը չէր կարողանում ձակերպել։ Նրա հայացքում հետաքրքրություն կար, գուցե նույնիսկ մեղքի մի փայլ։ Դա նուրբ, բայց նշանակալի փոփոխության սկիզբն էր։ Այն համակարգը, որն այդքան ամուր էր թվում, սկսում էր ցույց տալ իր առաջին ճաքերը, Կիարան հայտնվել էր մի փոթորկի կենտրոնում, որը դեռ լիովին չէր հասկանում։ Հունիս ամիսը եկավ, Հայաստանի լեռնային շրջանի համար անսովոր ցուրտ բերելով, դրա հետ մեկտեղ մի շարք նուրբ, բայց նշանակալի փոփոխություններ առանձնատան դինամիկայում։ Վիկտորը չեղարկել էր 2 գործուղում ավելի շատ ժամանակ էր անցկացնում տանը, աշխատելով գրասենյակում կամ այգիներում քայլելով մտածկոտ արտահայտությամբ, որը ոչ ոք լավ չգիտեր, թե ինչպես մեկնաբանել։ Օլիվիան իր հերթին, կարծես թե իր փեսացուի ավելի մշտական ներկայությունը մեկնաբանում էր որպես տան նկատմամբ իր բացարձակ վերահսկողությունը ցուցադրելու հնարավորություն։ Նրա ստուգումներն ավելի խիստ դարձան, նրա քննադատություններն ավելի սուր, աշխատակիցներին նվաստացնելու նրա հաճույքն ավելի ակնհայտ։ Աննա, կանչեց նա մի առավոտ, գտնելով նրան գրադարանում կարգի բերելիս։ Դու սովորականից դանդաղ ես թվում։ Կա՞ որ է խնդիր, որի մասին ես պետք է իմանամ։ Աննան, ով 3 ամսվա հղի էր սկսում էր առավոտյան սրտխառնոց զգալ, վարանեց նախքան պատասխանելը։ Ոչ, տիկին Օլիվիա։ Պարզապես մի փոքր հոգնած եմ։ Կանցնի։ Հուսով եմ, որ այո, ասաց Օլիվիան, շրջելով Աննայի շուրջը, կարծես գիշատիչ լիներ, ուսումնասիրելով իր զոհին։ Որովհետև ես չեմ հանդուրժում աշխատակիցներին, ովքեր չեն կարողանում պահպանել աշխատանքի համապատասխան տեմպը։ Կիարան, ով մաքրում էր մոտակա ծաղկամանը, աճող անհանգստությամբ դիտեց տեսարանը։ Նա տեսնում էր, թե ինչպես էր Աննան գունատ, ինչպես էին նրա ձեռքերը թեթակի դողում, գրքերը կարգավորելիս։ Նա ուզում էր ինչ-որ բան ասել, օգնություն առաջարկել, բայց գիտեր, որ ցանկացած միջամտություն միայն կվատթարացներ իրավիճակը։ Իրականում, շարունակեց Օլիվիան, կարծես մի չարամիտ գաղափար էր հենց նոր եկել նրա մտքին, ես նկատել եմ, որ մի քանի աշխատակիցներ կարծես թուլացել են իրենց պարտականությունների մեջ։ Գուցե ժամանակն է ընդհանուր վերագնահատման։ Բառերը քողարկված սպառնալիք էին պարունակում, որը բոլորն անմիջապես հասկացան։ Ընդհանուր վերագնահատումը նշանակում էր աշխատանքից ազատվելու հնարավորություն, ընտանիքների կողմից իրենց եկամտի աղբյուրը կորցնելու հնարավորություն։ Օլիվիայի հեռանալուց հետո Աննան ծանր նստեց բազկաթոռներից մեկում, ձեռքը դնելով կրծքին, կարծես դժվարությամբ էր շնչում։ Աննա, լավ ես, մեղմ հարցրեց Կիարան, մոտենալով։ Ես լավ եմ, պարզապես մի պահի կարիք ունեմ, պատասխանեց Աննան, բայց նրա դեմքն ավելի գունատ էր, քան նախկինում։ Կիարան շուրջ բոլորը նայեց, համոզվելով, որ մենակ են, այնուհետ ծնկի իջավ բազկաթոռի կողքին։ Դու պետք է նրանց պատմես երեխայի մասին։ Նրանք չեն կարող հղի կնոջը աշխատանքից ազատել։ Աննան դառնորեն ծիծաղեց։ Դու իսկապես հավատում ես, որ դա նրա համար տարբերություն կունենա։ Օլիվիան միջոց կգտներ ինձ ազատելու, առանց հղիության հետ կապված թվալու։ Անարդյունավետ աշխատակից, գուցե։ Կամ մեկը, ով չի հարմարվում տան կարիքներին։ Բայց պարոն Վիկտորը անում է այն, ինչ նա է ուզում, մեղմ ընդհատեց Աննան։ Դու դեռ չես հասկացել։
Նա կարող է լինել տան տերը, բայց նա է նա, ով իրականում կառավարում է այստեղ։ Այդ բառերը արձագանքում էին Կիարայի մտքի մեջ հաջորդ օրերին։ Նա ավելի ուշադիր էր դիտում Վիկտորին, նկատելով, թե ինչպես էր նա խուսափում Օլիվիայի հետ ուղղակի կոնֆլիկտներից, ինչպես էր նա անհարմար, բայց անկարող գործելու, երբ ականատես էր լինում նրա կողմից աշխատակիցների նվաստացումներին։ Մի կեսօր, մինչ նա թեյ էր մատուցում գրասենյակում, Կիարան լսեց, թե ինչպես էր Վիկտորը կարոր զանգ ստանում։ Դա անշարժ գույքի նախագծի մասին էր, որը նա քննարկել էր շաբաթներ առաջ հաճախորդի հետ։ Այո, հասկանում եմ ընտանիքների անհանգստությունը, ասում էր Վիկտորը, նրա ձայնը հոգնած էր։ Բայց դուք գիտեք, թե ինչպես է քաղաքաշինությունը միշտ բերում է նման բարդություններ։ Բարդություն։ Այդպես էր նա անվանում այն մարդկանց տառապանքը, ովքեր կկորցնեին իրենց տները։ Կիարան մտածում էր, թե արդյոք նա իսկապես չէր տեսնում մարդկությունը թվերի հետում, թե պարզապես սովորել էր շատ մոտիկից չնայել։ Երբ զանգն ավարտվեց, Վիկտորը երկար լուռ մնաց, պատուհանից դուրս նայելով մի արտահայտությամբ, որը Կիարան չէր կարողանում վերծանել։ Դա գրեթե զղջացող էր թվում։ Ներեցեք, պարոն, մեղմ ասաց նա։ Կարող եմ բաժակները հավաքել։ Վիկտորը շրջվեց, կարծես մոռացել էր նրա ներկայության մասին։ Ահ, այո։ Իհարկե։ Բայց հետո վարանեց։ Կիարա, կարող եմ հարց տալ։ Նրա սիրտը սկսեց արագ բաբախել։ Իհարկե, պարոն։ Դուք ուրախ եք այստեղ աշխատելով։ Հարցը նրան լիովին անսպասելիորեն բռնեց։ Ոչ ոք երբեք չէր հարցրել նրա զգացմունքների, կարծիքների կամ ցանկությունների մասին։ Ես շնորհակալ եմ հնարավորության համար, պարոն, զգուշորեն պատասխանեց նա։ Դա չէր ինչ հարցրի, ասաց Վիկտորը, առաջին անգամ նրա ձայնը իսկապես հետաքրքրված էր պատասխանով։ Կիարան նայեց նրան, փորձելով հասկանալ, թե արդյոք դա թակարդ էր, թե անկեղծության պահ։ Նրա աչքերում ինչ-որ բան կար, որը հուշում էր անկեղծություն, գուցե նույնիսկ մեղք։ Ես անում եմ այն, ինչ պետք է անեմ, իմ ընտանիքին օգնելու համար, ասաց վերջապես։ Վիկտորը դանդաղ գլխով արեց, կարծես այդ պատասխանը հաստատել էր մի բան, որը նա արդեն կասկածում էր։ Իսկ ձեր ուսումը։ Չեք կարոտում դպրոցը։ Ամեն օր պատասխանը դուրս եկավ, նախքան Կիարան կկարողանար իրեն զսպել։ Անհարմար լռություն տիրեց նրանց միջ։ Վիկտորը կարծես ներքուստ պայքարում էր ինչ-որ բանի հետ, բացելով փակելով բերանը, կարծես ուզում էր ինչ-որ բան ասել, բայց չգիտեր, թե ինչպես։ Պարոն, հարցրեց Կիարան, երբ լռությունը գրեթե անտանելի դարձավ։ Ոչինչ, արագ ասաց նա։ Կարող եք գնալ։ Բայց նա տեսավ, թե ինչպես էր նա դիտում իր հեռանալը, նրա հայացքում ինչ-որ այլ բան կար։ Առաջին անգամ Կիարան իրեն զգաց որպես իրական մարդ, ոչ թե պարզապես մեկ առարկա տանը։ Այս նուրբ փոփոխությունը չանցավ Օլիվիայի ուշադրությունից։ Նա սկսեց ավելի ուշադիր դիտել Վիկտորի աշխատակիցների միջ փոխազդեցությունները, հատկապես նրանք, որոնք ներգրավում էին Կիարային։ Վիկտորը վերջերս կարծես ավելի է հետաքրքրվում տնային գործերով, անկաշկանդ նշեց նա ընթրիքի ժամանակ մի դիտարկում, որը ճաշասենյակում ներկա բոլոր աշխատակիցները կարող էին լսել։ Պարզապես համոզվում եմ, որ ամեն ինչ պատշաճ կերպով է գործում, պատասխանեց Վիկտորը, բայց նրա ձայնը պաշտպանողական էր հնչում։ Շատ լավ է, ժպտաց Օլիվիան, բայց նրա արտահայտության մեջ սառնություն կար։ Թե կարծում եմ, որ դուք չպետք է անհանգստանաք այդ մանրամասների մասին։ Դրա համար եմ ես այստեղ, չէ՞։ Կիարան, ով աղանդեր էր մատուցում, օդում լարվածություն զգաց, կարծես պարան էր պատրաստվում կտրվելու։ Նա տեսնում էր, թե ինչպես էր Վիկտորը թեթակի գծկվում, վերադառնալով կոնֆլիկտներից խուսափելու իր սովորական դիրքին։ Ավելի ուշ այդ երեկոյան Օլիվիան ժողով հրավիրեց բոլոր աշխատակիցների հետ։ Դա անսովոր էր բոլորին նյարդայնացրեց։ Ես նկատել եմ, սկսեց նա, քայլելով խոհանոցում հավաքված 5 աշխատակիցների դիմաց, որ այս տան կարգապահությունը թուլացել է։ Անհարկի խոսակցություններ, անհամապատասխան հարցեր ընդհանուր անհարգալից վերաբերմունք հիերարխիայի նկատմամբ։ Նրա հայացքը հատկապես Կիարայի վրա կանգ առավ, երբ նա ասաց այդ բառերը։ Ես ուզում եմ շատ հստակ դարձնել, որ այս պահվածքը չի հանդուրժվի։ Ցանկացած աշխատակից, ով չի կարողանա պահպանել համապատասխան չափանիշները, անմիջապես կազատվի աշխատանքից առանց նախազգուշացման կամ առաջարկությունների։ Մարկոսը, այգեպանը, նյարդայնորեն հազաց։ Տիկին Օլիվիա, մենք բոլորս անում ենք մեր լավագույնը։ Մի ընդհատեք ինձ, կտրուկ ընդհատեց Օլիվիան։
Եվ քանի որ դուք ինքներդ եք առաջարկել առաջինը խոսել, Մարկոս, ինչ կասեք բացատրելու, թե ինչու եմ այս առավոտ նորից տերներ գտել լողավազանում։ Տիկին, դա քամին էր լուսադեմին։ Ես 3-11 անգամ եմ մաքրել, բայց… 11 անգամ, Օլիվիան սառնորեն ծիծաղեց։ Եթե դուք իսկապես 11 անգամ մաքրեիք, այսօր տերներ չէին լինի, չէ՞։ Կիարան դիտեց, թե ինչպես էր Մարկոսի դեմքը ոլորվում նվաստացումից զսպված զայրույթից։ Նա 50 տարեկանից բարձր էր, այնտեղ աշխատում էր 4 տարի, նրան վերաբերվում էին որպես վատ պահված երեխայի։ Մարկոս, շարունակեց Օլիվիան, դուք մեկ շաբաթ ժամանակ ունեք ապացուցելու, որ կարող եք այգին պատշաճ վիճակում պահել։ Հակառակ դեպքում, մենք ավելի իրավասու մեկին կգտնենք։ Հաջորդած լռությունը խլացնող էր։ Բոլորը գիտեին, որ այն, ինչ կատարվում էր այնտեղ, կապ չուներ լողավազանի տերների կամ մաքրման չափանիշների հետ։ Դա իշխանության, վերահսկողության վախի մասին էր։ Հռիփսիմեն էր, ով վերջապես խախտեց լռությունը։ Հասկանում ենք, տիկին Օլիվիա։ Մենք բոլորս կանենք մեր լավագույնը։ Հուսով եմ, որ այո, ասաց Օլիվիան, բայց նրա աչքերը հառած մնացին Կիարայի վրա։ Հատկապես հաշվի առնելով, որ այստեղ որոշ մարդիկ կարծես մոռացել են, թե որքան բախտավոր են այս աշխատանքն ունենալով։ Օլիվիայի հեռանալուց հետո աշխատակիցները երկար լուռ մնացին։ Սպառնալիքը հստակ էր եղել։ Դիմադրության կամ հարցականի ցանկացած նշան կպատժվեր աշխատանքը կորցնելով։ Նա վատթարանում է, շնջաց Աննան, հենվելով լվացարանին, ընկճված արտահայտությամբ։ Ինչ-որ բանից է վախենում, մեղմ նկատեց Հռիփսիմեն։ Նման մարդիկ ավելի դաժան են դառնում, երբ իրենց սպառնում են։ Ինչով է սպառնում, հարցրեց Կիարան։ Հռիփսիմեն նշանակալի հայացք փոխանակեց Մարկոսի հետ, նախքան պատասխանելը։ Փոփոխություններով։ Հարցերով։ Մարդկանցով, ովքեր հարցեր են տալիս, որոնց նա չի ուզում պատասխանել։ Այդ գիշեր Կիարան պառկեց իր նեղ անկողնում, կողքին լսելով Հռիփսիմեի ծանր շնչառությունը։ Նրա միտքը եռում էր այն ամենից, ինչ նա դիտել ապրել էր վերջին շաբաթներին։ Վիկտորը, ով կարծես արթնանում էր իր սեփական տան իրականությանը։ Օլիվիան, ով ամեն օր ավելի հուսահատորեն դաժան էր դառնում։ Աննան թաքցնում էր հղիությունը, որը կարող էր նրան արժենալ իր աշխատանքը։ Մարկոսը նվաստացվում էր գոյություն չունեցող հանցանքների համար։ Եվ նա Կիարան, այս ամենի կենտրոնում, զգալով, թե ինչպես է իր ներսում աճում մի բան, որը նա այլս չէր կարող անտեսել։ Դա ավելին էր, քան զայրույթը կամ հիասթափությունը։ Դա աճող համոզմունք էր, որ հիմնարար տարբերություն կար դժվարություններն ընդունելու անարդարությունն ընդունելու միջ։ Մոր խոսքերը արձագանքում էին նրա մտքի մեջ։ Արժանապատվորեն աշխատելը տարբերվում է անհարգալից վերաբերմունքից։ Բայց ինչ, եթե դուք չէիք կարող ունենալ մեկը առանց մյուսի։ Ինչ, եթե համակարգը կառուցված էր այնպես, որ արժանապատվությունն ու հարգանքը անհնարին շքեղություններ էին նրանց նման մարդկանց համար։ Կիարան փակեց աչքերը, բայց քունը հեշտությամբ չեկավ։ Ինչ-որ բան էր փոխվում նրա ներսում, մի վճռականություն, որը նրան միաժամանակ վախեցնում ոգեշնչում էր։ Նա դեռ չգիտեր, թե ինչ կաներ այդ զգացմունքի հետ, բայց գիտեր, որ այլս չէր կարող ծածնել, թե այն գոյություն չունի։ Օրը, որը կփոխեր ամեն ինչ, սկսվեց ինչպես ցանկացած այլ օր, անձրի կաթիլներով պատուհաններին աշխատակիցների շտապողական քայլերի ծանոթ ձայնով, ովքեր տունն էին պատրաստում հերթական օրվա համար։ Կիարան արթնացավ զարթուցիչից շուտ, ինչպես իր սովորությունն էր դարձել, Հռիփսիմեին գտավ արդեն խոհանոցում, սուրճ պատրաստելիս, սովորականից դանդաղ շարժումներով։ Մայրիկ, լավ եք քնել, հարցրեց նա, նկատելով Հռիփսիմեի դեմքի ավելի արտահայտված աչքերի տակի շրջանակները։ Մի քանի տարօրինակ երազներ եմ տեսել, անորոշ պատասխանեց Հռիփսիմեն։ Երազներ փոփոխությունների մասին։ Այդ բառերում ինչ-որ մարգարեական բան կար, որը Կիարան կհասկանար միայն ավելի ուշ։ Առայժմ նա կենտրոնացավ իր առավոտյան գործերի վրա, սկսելով վերին հարկի մաքրումից, մինչ ընտանիքը դեռ քնած էր։ Առավոտն անցավ առանց միջադեպերի մինչ ժամը 10, երբ Օլիվիան իջավ նախաճաշելու, հատկապես մռայլ տրամադրությամբ։ Վիկտորը վաղ էր գնացել հանդիպման չէր վերադառնա մինչ ուշ երեկոյան, Օլիվիային թողնելով լիակատար վերահսկողություն տնային միջավայրի վրա։ Աննա, կանչեց նա, նրա ձայնը օդը կտրում էր որպես սուր շեղբ։ Անմիջապես արի այստեղ։ Աննան հյուրասենյակում էր, ուշադիր շարժումներով կարգավորելով բազմոցի բարձերը։
4 ամսվա հղիության պատճառով նրա առավոտյան սրտխառնոցները սրվել էին, նա պայքարում էր աշխատանքի նորմալ տեմպը պահպանելու, առանց իր վիճակը բացահայտելու։ Այո, տիկին Օլիվիա, պատասխանեց Աննան, մոտենալով զգուշությամբ, ով արդեն լավ գիտեր տիրուհու անկանխատեսելի տրամադրությունները։ Բացատրեք ինձ սա, ասաց Օլիվիան, մատնացույց անելով ապակե սուրճի սեղանի վրա գտնվող փոքրիկ ջրի հետքը։ Դա գրեթե աննկատ էր, հավանաբար առաջացել էր նախաճաշի ժամանակ առանց պաշտպանության դրված բաժակից։ Ներեցեք, տիկին։ Հենց հիմա կմաքրեմ, ասաց Աննան, վերցնելով շորը սկսելով մաքրել հետքը։ Խոսքը հիմա մաքրելու մասին չէ, ասաց Օլիվիան, նրա ձայնը ցածր էր, բայց լի թույնով։ Խոսքը իրավասության մասին է։ Խոսքը մանրուքներին ուշադրության մասին է։ Խոսքը այն առարկաների հանդեպ հարգանքի մասին է, որոնք ավելի թանկ են, քան դուք մեկ տարում եք վաստակում։ Կիարան, ով փոշեկուլով մաքրում էր հարակից միջանցքի գորգը, դադարեցրեց իր աշխատանքը, դիտելու տեսարանը։ Այսօր Օլիվիայի տոնի մեջ ինչ-որ այլ բան կար, սովորականից ավելի սուր դաժանություն։ Տիկին, ես իսկապես ներողություն եմ խնդրում։ Այլս չի կրկնվի, ասաց Աննան, նրա ձայնը թեթակի դողում էր։ Իսկապես չի կրկնվի, համաձայնեց Օլիվիան, որովհետև դուք նորից կանեք այս սենյակի ամբողջ մաքրումը։ Եվ հետո գրադարանի։ Եվ հետո գրասենյակի։ Եվ դուք դա կանեք այնքան ժամանակ, մինչ ես գոհ լինեմ արդյունքից։ Աննան գլխով արեց, բայց Կիարան տեսնում էր, թե ինչպես էր նա գունատ, ինչպես էր նա զգուշորեն բռնում բազմոցի կողքից, հենվելու համար։ Հղիությունը իր գինն էր պահանջում, լրացուցիչ ծանր աշխատանքի ժամերի հեռանկարը հստակորեն անհանգստացնում էր նրան։ Իրականում, շարունակեց Օլիվիան, կարծես մի չարամիտ գաղափար էր հենց նոր եկել նրա մտքին, ես այստեղ կմնամ անձամբ վերահսկելու համար։ Ես ուզում եմ համոզվել, որ ամեն սանտիմետր պատշաճ կերպով մաքրված է։ Հաջորդածը իշխանության ամենադաժան դրսևորումներից մեկն էր, որին Կիարան երբե ականատես էր եղել։ Օլիվիան տեղավորվեց սենյակի գլխավոր բազկաթոռում, սկսեց ղեկավարել Աննայի յուրաքանչյուր շարժումը մշտական քննադատություններով հաշվարկված նվաստացումներով։ Ավելի ուժեղ ապակու վրա։ Դուք պարզապես կեղտ եք տարածում։ Այս անկյունը կեղտոտ է։ Դուք նույնիսկ լավ չեք նայել։ Ինչու եք այդքան դանդաղ շարժվում։ Իմ 80-ամյա տատիկն ավելի արագ կմաքրեր։ Աննան աշխատում էր լռությամբ, բայց Կիարան տեսնում էր, թե ինչպես էին նրա ձեռքերը թեթակի դողում, ինչպես էին փոքրիկ քրտինքի կաթիլներ հայտնվում նրա ճակատին, չնայած ցրտին։ Հղի երիտասարդ կինը հստակորեն գերազանցում էր իր սահմանները։ Տիկին, Աննան վերջապես ասաց, նրա ձայնը գրեթե շշուկ էր, կարող եմ մի բաժակ ջուր խմել։ Ես մի փոքր գլխապտույտ եմ զգում։ Գլխապտույտ, Օլիվիան սառնորեն ծիծաղեց։ Ինչի՞ց։ Սենյակ մաքրելուց։ Ինչ տեսակի աշխատակից եք դուք, եթե նույնիսկ ձեր հիմնական աշխատանքը չեք կարող անել, առանց վատ զգալու։ Ես կարող եմ շարունակել, արագ ասաց Աննան, պարզապես մի պահի կարիք ունեմ։ Դուք կարող եք շարունակել, երբ ես ասեմ, որ կարող եք, ընդհատեց Օլիվիան։ Եվ ես չեմ ասել։ Հենց այդ պահին Աննան, փորձելով կռանալ սեղանի ներքի մասը մաքրելու համար, թեթակի կորցրեց հավասարակշռությունը, դիպավ դեկորատիվ ծաղկամանին։ Դա արժեքավոր ծաղկաման չէր, պարզապես սովորական դեկորատիվ իր, նույնիսկ չկոտրվեց, պարզապես մի քանի սանտիմետր շարժվեց իր սկզբնական դիրքից։ Բայց Օլիվիայի համար դա այն պատրվակն էր, որին նա սպասում էր։ Անգործունակ, բղավեց նա, բազկաթոռից թռչելով անհամաչափ զայրույթով։ Դուք գրեթե ոչնչացրիք դեկորատիվ իր։ Տիկին, ոչինչ չի կոտրվել, պարզապես։ Մի ասեք ինձ, թե ինչ է եղել կամ չի եղել, բղավեց Օլիվիան, մոտենալով Աննային, բռունցքները սեղմած։ Դուք անօգուտ, անփույթ անգործունակ աշխատակից եք։ Եվ հետո դա տեղի ունեցավ։ Օլիվիան, կուրացած զայրույթից, բացարձակ իշխանությունից, ուժգին հրեց Աննային, որպեսզի նա կորցնի հավասարակշռությունը, ծանր ընկնի բազմոցի վրա, նրա ձեռքը բնազդաբար գնաց պաշտպանելու իր դեռս աննկատ կլորացած որովայնը։ Տիկին, խնդրում եմ, շշնջաց Աննան, արցունքներ սկսեցին հոսել նրա աչքերից։ Ես։ Դու ինչ ես, պահանջեց Օլիվիան, նրա դեմքը ոլորված էր զայրույթից։ Որե ծիծաղելի պատրվակ քո անգործունակության համար։ Ես հղի եմ, վերջապես ասաց Աննան, նրա ձայնը կոտրված էր։ Ես հղի եմ, դուք ինձ ցավեցրեցիք։ Մի պահ բացարձակ լռություն տիրեց սենյակում։
Այնուհետ Օլիվիան ծիծաղեց, մի սառը դաժան ձայն, որը Կիարայի արյունը սառեցրեց։ Հղի ասաց նա, կարծես բառը զզվելի լիներ։ Եվ դուք կարծում եք, որ դա ձեզ ինչ-որ հատուկ արտոնություն է տալիս։ Կարծում եք, որ կարող եք դա օգտագործել որպես պատրվակ ծույլ անգործունակ լինելու համար։ Խնդրում եմ, տիկին։ Խնդրում եմ, ոչինչ, ընդհատեց Օլիվիան, նորից բարձրացնելով ձեռքը։ Հղի աշխատակիցները խնդիր են։ Գուցե ժամանակն է լուծելու այդ խնդիրը։ Նա նորից մոտեցավ Աննային, հստակորեն մտադրվելով շարունակել ագրեսիան, հենց այդ պահին Կիարայի ներսում ինչ-որ բան պարզապես պայթեց։ Կանգնեք։ Բառը դուրս եկավ նրա կոկորդից որպես նախնադարյան ճիչ, արձագանքելով առանձնատանը մի ուժով, որը զարմացրեց նույնիսկ նրան։ Կիարան վայր դրեց փոշեկուլը, վազեց սենյակ, ֆիզիկապես իրեն դնելով Օլիվիայի Աննայի միջ։ Հեռացիր ճանապարհից, շշնջաց Օլիվիան, բայց նրա ձայնում իսկական զարմանք կար։ Ոչ ոք երբեք չէր բղավել նրա վրա, էլ չեմ խոսում դեռահաս աշխատակցի մասին։ Ոչ, ասաց Կիարան, այս անգամ նրա ձայնն ավելի հաստատուն էր, թե նրա ամբողջ մարմինը դողում էր վախից, ադրենալինից։ Ես չեմ հեռանա ճանապարհից։ Ինչպես ես համարձակվում, հարցրեց Օլիվիան, բայց զայրույթի հետում ինչ-որ բան կար, որը գրեթե վախ էր թվում։ Նա հղի է, ասաց Կիարան, ձեռքերը մեկնելով Աննային պաշտպանելու համար։ Նա հղի է, դուք չեք կարող նրան վնասել։ Ես կարող եմ անել այն, ինչ ուզում եմ այս տանը, պատասխանեց Օլիվիան, բայց նրա ձայնը կորցրել էր նախկին վստահությունը։ Ոչ, նորից ասաց Կիարան, այս անգամ բառերը եկան նրա ներսի խորքից, մի տեղից, որտեղ աճել էր անսասան համոզմունք։ Չեք կարող։ Ոչ նրա հետ։ Ոչ ինձ հետ։ Ոչ ոքի հետ։ Երկու կանայք լարված լռությամբ նայում էին միմյանց։ Կիարան զգում էր, թե ինչպես էր իր սիրտը այնքան ուժգին բաբախում, որ կարծես կպայթեր, զգում էր, թե ինչպես էր սառը քրտինքը հոսում մեջքից, զգում էր իրական վախը, որ իր ընտանիքը կհայտնվի փողոցում իր իմպուլսիվության պատճառով։ Բայց նա զգում էր ուրիշ բան։ Նա իրեն կենդանի էր զգում այնպես, ինչպես երբեք չէր զգացել։ Նա իրեն զգում էր, կարծես վերջապես ինքն էր։ Աննա, մեղմ ասաց նա, աչքերը չկտրելով Օլիվիայից, գնա խոհանոց։ Խնդրիր մայրիկիս, որ քեզ համար տաք թեյ պատրաստի։ Աննան վարանեց, նայելով Կիարայի Օլիվիայի միջ, աչքերը դեռ լի արցունքներով։ Գնա, Կիարան կրկնեց ավելի հաստատունորեն։ Աննան դանդաղ դուրս եկավ սենյակից, դեռ բռնելով որովայնը, Կիարան մենակ մնաց Օլիվիայի հետ, պահպանելով իր պաշտպանողական դիրքը, նույնիսկ առանց ուրիշին պաշտպանելու։ Դու, դանդաղ ասաց Օլիվիան, հենց նոր կատարեցիր քո կյանքի ամենամեծ սխալը։ Գուցե, պատասխանեց Կիարան, զարմանալով իր սեփական ձայնի հաստատունությունից։ Բայց չեմ զղջում։ Դուք ձեր ընտանիքը մինչ մայրամուտը փողոցում կլինեք, սպառնաց Օլիվիան։ Եթե դա էլ լինի, ասաց Կիարան, գոնե այստեղից դուրս կգանք մեր արժանապատվությամբ։ Հենց այդ պահին նրանք լսեցին, թե ինչպես է բացվում մուտքի դուռը։ Վիկտորը վաղ էր վերադարձել իր հանդիպումից, գուցե գրգռված լինելով տանը արձագանքած բղավոցներից։ Նրա քայլերը մոտենում էին սենյակին, թե Կիարան, թե Օլիվիան գիտեին, որ ամեն ինչ կփոխվի հաջորդ րոպեներին։ Այն, ինչ նրանցից ոչ մեկը չէր սպասում, այն էր, թե ինչպես կարձագանքեր Վիկտորը այն ամենին, ինչ պատրաստվում էր հայտնաբերել իր սեփական տան մասին։ Վիկտորը մտավ սենյակ, դեռս կարգավորելով իր փողկապը, շեղված արտահայտությամբ, կարծես հենց նոր էր դուրս եկել բարդ հանդիպումից։ Բայց նրա արտահայտությունն ակնթարթորեն փոխվեց, երբ նա տեսավ իր արջի տեսարանը, Կիարան կանգնած էր պաշտպանողական դիրքով, դեմքը կարմրած շնչառությունը արագացած, Օլիվիան զայրույթի արտահայտությամբ, որը նա երբեք չէր տեսել։ Ինչ է կատարվում այստեղ, հարցրեց նա, հայացքը փոխելով երկու կանանց միջ։ Վիկտոր, արագ ասաց Օլիվիան, ստիպելով ժպտալ, որը չէր հասնում նրա աչքերին, լավ է, որ եկաք։ Մենք մի փոքր թյուրիմացություն ունեցանք աշխատակիցներից մեկի հետ։ Թյուրիմացություն, կրկնեց Կիարան, նախքան իրեն զսպելը, նրա ձայնը դեռ լի էր ադրենալինով։ Վիկտորը հոնքերը կիտեց, նկատելով օդում տիրող լարվածությունը երկուսի էլ հստակ փոփոխված վիճակը։ Ինչ տեսակի թյուրիմացություն։ Ոչինչ կարոր, արագ պատասխանեց Օլիվիան։ Պարզապես մի աշխատակից, ով մոռացել էր իր տեղը պետք էր ուղղորդել։ Ուղղորդել, Վիկտորի ձայնը ավելի լուրջ տոն ստացավ։ Նա Օլիվիային ճանաչում էր 2 տարի, թե գիտեր, որ նա կարող էր պահանջկոտ լինել, նա երբեք չէր տեսել այդ գիշատիչ արտահայտությունը նրա դեմքին։ Կիարան նայեց Վիկտորին, արագ գնահատելով, թե արդյոք պետք է խոսի։
Վախը դեռ կար, բայց կար նա Աննայի բազմոցի վրա ընկնելու թարմ հիշողությունը, բնազդաբար պաշտպանելով իր ներսում աճող երեխային։ Պարոն, սկսեց նա, նրա ձայնը թեթակի դողում էր, Աննան հղի է, տիկին Օլիվիան հրեց նրան, երբ նա սուտ է, բռնի կերպով ընդհատեց Օլիվիան։ Այս աղջիկը պատմություններ է հորինում, իր սեփական անհնազանդությունը քողարկելու համար։ Վիկտորը նորից նայեց նրանց միջ, բայց հիմա նրա հայացքում ինչ-որ այլ բան կար։ Առաջին անգամ նա կարծես իսկապես ուշադրություն էր դարձնում։ Ո՞ր է Աննան հիմա, հարցրեց նա։ Խոհանոցում, պատասխանեց Կիարան։ Նա վախեցած էր։ Վիկտորը դանդաղ գլխով արեց, հետո արեց մի բան, որը զարմացրեց երկուսին էլ։ Նա գնաց խոհանոց, առանց մեկ բառ ասելու։ Օլիվիան արագ հետեց նրան, Կիարան, մի պահ վարանելուց հետո, նույնպես գնաց հետից։ Խոհանոցում նրանք Աննային գտան աթոռներից մեկում նստած, հռիփսիմեն կողքին էր, նրան մի բաժակ թեյ առաջարկելով։ Աննայի աչքերը կարմիր էին լացից, նա բռնած էր հռիփսիմեի ձեռքերից մեկը, կարծես դա փրկության տախտակ լիներ։ Աննա, մեղմ ասաց Վիկտորը, մոտենալով։ Դու լավ ես։ Աննան զարմանքով նայեց նրան։ 3 տարի տանը աշխատելու ընթացքում Վիկտորը երբեք ուղղակիորեն չէր դիմել նրան, էլ չեմ խոսում այդ անկեղծ մտահոգության տոնով։ Պարոն, նա սկսեց, բայց նրա ձայնը կտրվեց։ Ճիշտ է, որ հղի եք, մեղմ հարցրեց Վիկտորը։ Աննան գլխով արեց, նրա աչքերից նոր արցունքներ հոսեցին։ Այո, պարոն։ 4 ամսական։ Վիկտորը շրջվեց դեպի Օլիվիան, ով կանգնած էր խոհանոցի մուտքի մոտ, պաշտպանողական արտահայտությամբ։ Եվ ճիշտ է, որ դուք հրեցիք նրան։ Վիկտոր, դուք աշխատակիցների խոսքին եք հավատում իմ խոսքի դեմ, հարցրեց Օլիվիան, նրա ձայնում ստիպողական վրդովմունք կար։ Ես հարցնում եմ, թե ինչ է եղել, պատասխանեց Վիկտորը, բայց նրա ձայնում սառնություն կար, որը Կիարան երբեք չէր լսել։ Հռիփսիմեն, ով լուռ էր մնացել, վերջապես խոսեց։ Պարոն Վիկտոր, ամենայն հարգանքով, գուցե մենք պետք է թույլ տանք Աննային մի փոքր հանգստանալ։ Նա վախեցավ։ Վիկտորը նայեց հռիփսիմեին, կարծես առաջին անգամ էր նրան տեսնում։ Նրա կեցվածքում, այն զգույշծում, թե ինչպես էր նա պաշտպանում Աննային, ինչ-որ բան կար, որը դիպավ նրա ներսում։ Իհարկե, ասաց նա։ Աննա, դուք ազատված եք մնացած օրվա համար։ Հանգստացեք։ Բայց պարոն, ես կարող եմ աշխատել, սկսեց Աննան։ Ոչ, հաստատուն ասաց Վիկտորը։ Հանգստացեք։ Եվ շնորհավորում եմ երեխայի համար։ Այդ բառերի պարզ բարությունը ստիպեց Աննային նորից լաց լինել, բայց այս անգամ դրանք թեթացման արդյունքներ էին։ Ամիսներ շարունակ նա ապրում էր վախով, պատմելու հղիության մասին, սպասելով մերժման կամ աշխատանքից ազատման։ Վիկտոր, Օլիվիան ասաց, նրա ձայնը վտանգավոր տոն ստացավ, ես պետք է խոսեմ ձեզ հետ։ Մենակ։ Վիկտորը գլխով արեց, բայց նախքան դուրս գալը, դիմեց Կիարային, շնորհակալություն Աննային խնամելու համար։ Դրանք պարզ բառեր էին, բայց լի իմաստով։ Առաջին անգամ Կիարան զգաց, որ իր գործողությունները տեսել վավերացրել է իշխանություն ունեցող մեկը։ Երբ Վիկտորն ու Օլիվիան դուրս եկան խոհանոցից, լարված լռություն տիրեց միջավայրում։ Հռիփսիմեն գրկեց աղջկան, Կիարան զգաց, թե ինչպես էին մոր ձեռքերը թեթակի դողում։ Աստված իմ, Կիարա, շշնջաց հռիփսիմեն։ Ինչ արեցիր։ Այն, ինչ ճիշտ էր, պատասխանեց Կիարան, բայց նրա սեփական ձայնը դողում էր։ Մայրիկ, ես չէի կարող թույլ տալ, որ նա վնասի Աննային։ Ես գիտեմ, սիրելիս։ Ես գիտեմ։ Բայց հետանքները։ Վերին հարկից նրանց էին հասնում բարձրացած ձայներ։ Վիկտորն ու Օլիվիան վիճում էին, թե նրանք չէին կարող լսել հստակ բառերը, տոնը հստակորեն առճակատային էր։ Մարկոսը հայտնվեց խոհանոցում, աչքերը զարմանքից լայն բացված։ Ինչ է եղել։ Ես բղավոցներ լսեցի։ Հռիփսիմեն արագ բացատրեց իրավիճակը, Մարկոսը գլխով արեց, հիացմունքի անհանգստության խառնուրդով։ Կիարա, դու քաջություն ունես, ասաց նա։ Բայց քաջությունը կարող է վտանգավոր լինել այս տանը։ Գուցե ժամանակն է, որ քաջությունը հայտնվի այս տանը, մեղմ ասաց Աննան, նրա ձայնը դեռ թույլ, բայց վճռական։ Որքան ժամանակ ենք լուր դիմանում դրան։ Աննան ճիշտ է, դանդաղ ասաց հռիփսիմեն, կարծես դժվար եզրակացության էր հասնում։ Կիարան մի դուռ բացեց, որը չի կարող նորից փակվել։ Վերում վեճը կարծես սրվում էր։
Նրանք լսում էին Օլիվիայի բարձր ձայնը, թե չէին կարողանում տարբերել բառերը։ Վիկտորի պատասխանն ավելի ցածր էր, ավելի վերահսկվող, բայց նույնքան հաստատուն։ Այն, ինչ թվաց հավերժություն, հետո նրանք լսեցին աստիճաններով իջնող քայլեր։ Վիկտորը մենակ հայտնվեց խոհանոցում, մտածկոտ հոգնած արտահայտությամբ։ Հրիփսիմե, ասաց նա, կարող եք մի պահ խոսել ինձ հետ։ Գրասենյակում։ Հրիփսիմեն նյարդայնորեն նայեց Կիարային, նախքան գլխով անելը։ Իհարկե, պարոն։ Երբ նրանք դուրս եկան, Աննան շրջվեց դեպի Կիարան, դուք այսօր ամեն ինչ փոխեցիք։ Հուսով եմ, որ դուք դա հասկանում եք։ Ավելի լավ կամ ավելի վատ փոխեցի, հարցրեց Կիարան։ Դեռ չգիտենք, ազնվորեն պատասխանեց Մարկոսը։ Բայց փոփոխությունը միշտ վախեցնում է նրանց, ովքեր իշխանություն ունեն։ Գրասենյակում Վիկտորը ժեստ արեց, որ Հրիփսիմեն նստի կաշվե բազկաթոռներից մեկում։ Դա առաջին անգամն էր 15 տարվա ընթացքում, որ նա մտնում էր այդ միջավայր, որպես աշխատակից, ով մաքրություն էր անում։ Հրիփսիմե, սկսեց Վիկտորը, որքան ժամանակ եք այստեղ աշխատում։ 15 տարի, պարոն, պատասխանեց նա, ձեռքերը զգուշորեն ծալած պահելով իր ծնկներին։ Եվ 15 տարվա ընթացքում դուք երբեք տեսել եք այնպիսի բան, ինչպիսին այսօր տեղի ունեցավ։ Հրիփսիմեն վարանեց։ Հարցը թակարդ էր թվում, բայց Վիկտորի ձայնում ինչ-որ բան կար, որը հուշում էր իսկական անկեղծություն։ Պարոն, նա սկսեց, բայց Վիկտորը մեղմորեն ընդհատեց նրան։ Խնդրում եմ, անկեղծ եղեք ինձ հետ։ Ես պետք է հասկանամ, թե ինչ է իրականում կատարվում այս տանը, երբ ես ներկա չեմ։ Հրիփսիմեն խորը շունչ քաշեց։ Պարոն, ձեր դուստրը այսօր շատ քաջարի բան արեց։ Նա պաշտպանեց մի գործընկերուհու, ով վատ էր վերաբերվում։ Եվ այդ վատ վերաբերմունքը սովորակա՞ն է։ Ուղղակի հարցը ստիպեց Հրիփսիմեին պայքարել իր խղճի հետ։ 15 տարվա ընթացքում գլուխը ցած պահելը, խնդիրներից խուսափելը, հանկարծակի հնարավորության դեմ, վերջապես ասելու ճշմարտությունը։ Պարոն, դանդաղ ասաց նա, ես միշտ հավատացել եմ, որ իմ աշխատանքը, իմ գործը լավ անելն է, խնդիրներ չառաջացնելը։ Բայց վերջերս դժվար է եղել հայելու մեջ նայելը։ Վիկտորը առաջ թեքվեց, իսկապես հետաքրքրված նրա պատասխանով։ Ինչ նկատի ունեք։ Նկատի ունեմ, որ տարբերություն կա պահանջկոտ մեկի համար աշխատելու դաժան մեկի համար աշխատելու միջ, ասաց Հրիփսիմեն, բառերն այժմ ավելի հեշտությամբ դուրս էին գալիս։ Եվ այդ տարբերությունը շատ հստակ դարձավ այսօր։ Վիկտորը երկար լուռ մնաց, մշակելով այդ բառերը։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը լի էր ինչ-որ բանով, որը զղջում էր թվում։ Ինչու երբեք ինձ ոչինչ չասացիք։ Որովհետև դուք երբեք չհարցրեցիք, պարզապես պատասխանեց Հրիփսիմեն։ Եվ որովհետև աշխատակիցները վատ չեն խոսում տերերի մասին, եթե ուզում են պահպանել իրենց աշխատանքը։ Բայց Կիարան խոսեց։ Կիարան երիտասարդ է, ասաց Հրիփսիմեն տխուր ժպիտով։ Նա դեռ հավատում է, որ արդարությունը ավելի կարևոր է, քան անվտանգությունը։ Իսկ դուք չեք հավատում։ Հրիփսիմեն առաջին անգամ ուղղակիորեն նայեց Վիկտորի աչքերին խոսակցության ընթացքում։ Ես հավատում եմ, պարոն։ Պարզապես մի պահ մոռացել էի դա։ Ինչ-որ բան անցավ նրանց միջ այդ պահին, փոխադարձ ըմբռնում, որը գերազանցում էր այն սոցիալական արգելքները, որոնք միշտ բաժանել էին նրանց։ Վիկտորը Հրիփսիմեի մեջ տեսավ ոչ միայն հավատարիմ աշխատակցի, այլ ուժի ամբողջականության կնոջ, ով զոհաբերել էր իր արժանապատվությունը, իր դստերը պաշտպանելու համար։ Եվ Հրիփսիմեն Վիկտորի մեջ տեսավ ոչ թե հեռավոր անտարբեր տիրոջը, այլ մի մարդու, ով իսկապես չգիտեր այն տառապանքի մասին, որը կատարվում էր իր սեփական տանիքի տակ։ Հրիփսիմե, մեղմ ասաց Վիկտորը, շնորհակալություն ինձ հետ անկեղծ լինելու համար։ Եվ շնորհակալություն այդքան քաջարի դուստր մեծացնելու համար։ Երբ Հրիփսիմեն վերադարձավ խոհանոց, նրա արտահայտության մեջ ինչ-որ այլ բան կար։ Մի լույս, որը նախկինում չկար, մի փոքր ավելի ուղիղ կեցվածք։ Ինչ ասաց նա, անհամբեր հարցրեց Կիարան։ Նա հարցեր տվեց, պատասխանեց Հրիփսիմեն։ Հարցեր, որոնք ինչ-որ մեկը վաղուց պետք է տար։ Այդ գիշեր առանձնատունը քնեց մոտալուտ փոփոխության մթնոլորտում։ Օլիվիան փակվել էր իր սենյակում, հրաժարվելով ճաշելուց։ Վիկտորը մենակ էր ճաշել ճաշասենյակում, մտածկոտ լռությամբ։ Եվ աշխատակիցների սենյակներում շնջացող խոսակցությունները շահարկում էին, թե ինչ կբերի վաղը։ Կիարան պառկեց, իմանալով, որ նա հատել էր մի սահման, որից հետադարձ չկար։
Վախը դեռ կար, բայց կար նա ինչ-որ նոր բան, վերջապես իր սեփական ձայնը գտնելու զգացումը։ Եվ տան ինչ-որ տեղ Վիկտորը ուշ էր քնել, վերանայելով ոչ միայն օրվա իրադարձությունները, այլ այն բոլոր տարիները, երբ նա ընտրել էր չտեսնել, չհարցնել, չներգրավվել։ Հռիփսիմեի Աննային պաշտպանելու պատկերը, 17-ամյա աղջկա անհնարին քաջությունը, դիմակայելով իշխանությանը, հատկապես այն հարցը, որը նա չէր կարողանում դադարեցնել իրեն տալուց։ Ինչ տեսակի մարդ էր նա դարձել, առանց նկատելու։ Հակամարտությունից հետո անցած 3 օրերը նշանավորվեցին անհանգստացնող լռությամբ, որը կարծես փոթորկի խոստում էր պարունակում։ Օլիվիան շրջում էր առանձնատանը որպես վիրավոր գիշատիչ, նրա աչքերը միշտ գտնում էին Կիարային մի ինտենսիվությամբ, որը սարսուռ էր առաջացնում երիտասարդ աղջկա մոտ։ Այլս բղավոցներ կամ հրապարակային նվաստացումներ չկային, բայց ինչ-որ ավելի վտանգավոր բան, հաշվարկված լռություն մշտական դիտարկում։ Վիկտորը, մյուս կողմից, ամբողջությամբ փոխել էր իր առօրյան։ Վաղ դուրս գալու ուշ վերադառնալու փոխարեն, նա ժամանակի մեծ մասն անցկացնում էր տանը, աշխատելով գրասենյակում, բայց հաճախակի հայտնվելով ընդհանուր տարածքներում։ Նրա ներկայությունը տարօրինակ դինամիկա էր ստեղծում, կարծես բոլորը գիտեին, որ իրենց դիտում են, բայց չգիտեին, թե կոնկրետ ինչու։ Նա մեզ է ուսումնասիրում, մեղմ նկատեց Հռիփսիմեն, նախաճաշ պատրաստելիս։ Կարծես փորձում է տեսնել մի բան, որը միշտ եղել է, բայց որը նա երբեք չի նկատել։ Կիարան գլխով արեց, խառնելով տորթի խմորը, որը Օլիվիան պատվիրել էր այդ կեսօրին տեղի ունենալիք սոցիալական հանդիպման համար։ Եվ նա ինչ-որ բան է պլանավորում։ Ես կարող եմ զգալ։ Ինչ էլ լինի նրա պլանը, ասաց Աննան, միանալով խոսակցությանը, մենք պետք է պատրաստ լինենք։ Աննան միջադեպից հետո ավելի ուժեղ էր թվում։ Իմանալը, որ Վիկտորը տեղյակ էր իր հղիության մասին բարի էր եղել այդ հարցում, նրան վստահություն էր տվել, որը նախկինում չուներ։ Նա այլևս չէր թաքնվում, երբ սրտխառնոց էր զգում, սկսել էր մի փոքր ավելի լայն հագուստ հագնել։ Մարկոսը մտավ խոհանոց, այգուց ծաղիկների զամբյուղ բերելով, բայց նրա արտահայտությունը լարված էր։ Աղջիկներ, մեղմ ասաց նա, այսօր զգույշ եղեք։ Տիրուհին ձեր մասին տարօրինակ հարցեր է տվել։ Ինչ տեսակի հարցեր, անմիջապես զգուշացավ Հռիփսիմեն։ Ժամանակացույցերի մասին, թե որտեղ եք թողնում ձեր իրերը, սենյակների բանալիների մասին, պատասխանեց Մարկոսը, նյարդայնորեն շուրջ բոլորը նայելով։ Եվ նա շատ էր հետաքրքրված տան անվտանգության համակարգի մասին իմանալով։ Սարսուռ անցավ Կիարայի ողնաշարով։ Անվտանգության համակարգը նշանակում էր տեսախցիկներ, իսկ տեսախցիկները նշանակում էին ապացույցներ կամ դրանց ստեղծում։ Մարկոս, դանդաղ ասաց Հռիփսիմեն, կարծում եք, որ նա պլանավորում է մեզ ինչ-որ բանով մեղադրել։ Դա առաջին անգամը չէր լինի, որ նրա նման մեկը ապացույցներ է տնկում, անցանկալի աշխատակցից ազատվելու համար, մռայլ պատասխանեց Մարկոսը։ Ես դա տեսել եմ այլ տներում։ Առավոտվա մնացած մասն անցավ աճող լարվածության մթնոլորտում։ Օլիվիայի սոցիալական հանդիպումը կլիներ կեսօրին, Երանից եկած մի քանի ընկերուհիների հետ, թեյախմության համար։ Կիարային հանձնարարվել էր մատուցել, ինչը կնշանակեր ժամերով մոտ լինել Օլիվիային, նրա հյուրերի ուշադիր հայացքի տակ։ Կիարա, կանչեց Օլիվիան, երբ ժամացույցը ցույց էր տալիս կեսօրվա 2-ը, ինձ պետք է, որ դուք կարգավորեք իմ զգեստապահարանը, մինչ հյուրերը կգան։ Իմ որոշ զարդեր տեղից դուրս են։ Դա անսովոր խնդրանք էր։ Օլիվիան երբեք թույլ չէր տալիս աշխատակիցներին մենակ մտնել իր սենյակ, էլ չեմ խոսում իր զարդերին դիպչելու մասին։ Կիարան զգաց, թե ինչպես է ահազանգը հնչում իր մտքում, բայց նա այլընտրանք չուներ, քան հնազանդվելը։ Օլիվիայի սենյակը շքեղ էր, մուգ փայտից կահույքով, շքեղ գործվածքներով։ Զարդերը կազմակերպված էին հատուկ զգեստապահարանում, բազմաթիվ դարակներով, բաժանմունքներով։ Կիարան ուշադիր աշխատեց, վերադասավորելով վզնոցները, ականջողերն ու թնոցները հենց այնպես, ինչպես Օլիվիան էր հանձնարարել։ Հենց երբ նա ավարտում էր, նա նկատեց ինչ-որ տարօրինակ բան։ Բաժանմունքներից մեկը դատարկ էր, բայց թավշի վրա նշան կար, որը հուշում էր, որ ինչ-որ կարևոր բան կար այնտեղ նախկինում, ինչ-որ մեծ կլոր բան, հավանաբար արժեքավոր կրծքազարդ կամ կախազարդ։ Վերջացրի, տիկին Օլիվիա, կանչեց Կիարան, զգեստապահարանը թողնելով հենց այնպես, ինչպես գտել էր։ Օլիվիան հայտնվեց դռան մոտ, ժպիտով, որը ջերմություն չէր հաղորդում։ Հրաշալի է, սիրելիս։ Հյուրերը գալիս են։ Կարող եք սկսել թեյ մատուցել։ Կեսօրն անցավ համեմատաբար հանգիստ։
Օլիվիայի ընկերուհիները երանից եկած էլեգանտ կանայք էին, ովքեր խոսում էին նորաձության, ճանապարհորդությունների, սոցիալական իրադարձությունների մասին։ Կիարան լռությամբ էր մատուցում, գրեթե անտեսանելի հյուրերի համար, բայց գերզգայուն էր, թե ինչպես էր Օլիվիան դիտում իրեն գիշատիչ ինտենսիվությամբ։ Հենց երբ Վիկտորն անսպասելիորեն ժամանեց, ամեն ինչ սկսեց փոխվել։ Նա ասել էր, որ կմնա գրասենյակում մինչ հանդիպման ավարտը, բայց հայտնվեց հյուրասենյակում լուրջ արտահայտությամբ։ Օլիվիա, ասաց նա, ես պետք է խոսեմ քեզ հետ։ Շտապ է։ Վիկտոր սիրելիս, մենք հանդիպման կեսին ենք, պատասխանեց Օլիվիան, բայց նրա ձայնում նյարդայնություն կար։ Խոսքը քո տատիկի զմրուխտե կրծքազարդի մասին է, ասաց Վիկտորը, Կիարան զգաց, կարծես հատակը անհետացել էր իր ոտքերի տակից։ Սառը լռություն տիրեց սենյակում։ Հյուրերը հետաքրքրությամբ նայում էին միմյանց, զգալով, որ ինչ-որ կարևոր բան է կատարվում։ Ինչ է կրծքազարդին, հարցրեց Օլիվիան, բայց նրա ձայնը սովորականից ավելի սուր էր։ Այն անհետացել է, պարզապես ասաց Վիկտորը։ Դուք անհետացումը տեղեկացրել եք ապահովագրական ընկերությանը այս առավոտ, պնդելով, որ այն հավանաբար գողացվել է որևէ աշխատակցի կողմից։ Կիարան զգաց, կարծես հարված է ստացել որովայնին։ Ոչ միայն մեղադրանքից, այլ այն գիտակցումից, թե ինչպես էր ամեն ինչ ուշադիր կազմակերպվել։ Օլիվիան նրան ուղարկել էր զարդերը կարգավորելու հատուկ, հաստատելու համար, որ նա մենակ էր եղել այն վայրում, որտեղ առարկան անհետացել էր։ Դե, անհարմար ասաց հյուրերից մեկը, գուցե մենք պետք է հեռանանք։ Ոչ, հաստատուն ասաց Վիկտորը։ Իրականում, ես նախընտրում եմ, որ մնաք։ Ես ուզում եմ, որ սա թափանցիկ կերպով լուծվի։ Նա շրջվեց դեպի Կիարան, ով կանգնած էր թեյի սեղանի մոտ, դեմքը թղթի պես գունատ։ Կիարա, դու այսօր եղել ես Օլիվիայի սենյակում։ Այո, պարոն, պատասխանեց Կիարան, նրա ձայնը գրեթե շշուկ էր։ Նա ինձ խնդրեց զարդերը կարգավորել։ Եվ դուք տեսաք զմրուխտե կրծքազարդը այնտեղ։ Կիարան վարանեց։ Նա չէր տեսել կրծքազարդը, բայց նկատել էր դատարկ տեղը։ Ոչ, պարոն։ Կար մի դատարկ բաժանմունք, որտեղ կարծես ինչ-որ կարևոր բան էր դրված։ Հետաքրքիր է, ասաց Վիկտորը, խորը հայացք նետելով Օլիվիայի վրա։ Որովհետև ըստ ապահովագրական փաստաթղթերի, կրծքազարդը վերջին անգամ տեսել են երեկոյան։ Վիկտոր, ինչ եք ենթադրում, հարցրեց Օլիվիան, բայց նրա ձայնում վատ քողարկված խուճապ կար։ Ենթադրում եմ, որ ուշագրավ զուգադիպություն է, որ արժեքավոր իրը անհետանում է հենց այն օրը, երբ դուք խնդրում եք որոշակի աշխատակցի կարգավորել ձեր զարդերը, սառնորեն պատասխանեց Վիկտորը։ Հենց այդ պահին հռիփսիմեն հայտնվեց սենյակի մուտքի մոտ, հստակորեն գրգռված։ Պարոն Վիկտոր, ներեցեք ընդհատելու համար, բայց ինչ-որ բան կա, որ պետք է ցույց տամ ձեզ։ Հռիփսիմ է, ոչ հիմա, արագ ասաց Օլիվիան։ Հիմա կատարյալ ժամանակն է, ասաց Վիկտորը։ Ինչ գտաք, հռիփսիմ է։ Հռիփսիմեն մտավ սենյակ, մի շորի մեջ փաթաթված ինչ-որ բան բռնած։ Դողացող ձեռքերով նա բացեց առարկան, բացահայտելով զմրուխտներով ոսկով զարդարված կրծքազարդ։ Ես սա գտա, ասաց նա, թաքնված լվացքատան պահարանի սրբիչների կույտի հետում։ Հենց այնտեղ, որտեղ ինչ-որ մեկը գտներ, եթե ուզենար, որ թվում էր, թե աշխատակիցներից մեկն է թաքցրել։ Հաջորդած լռությունը խլացնող էր։ Օլիվիան գունատ էր, բայց դեռ փորձում էր պահպանել իր հանգստությունը։ Դե, ասաց նա, ստիպելով ծիծաղել, ինչ թեթացում է գտնելը։ Բայց դա չի բացատրում, թե ինչպես է այն հայտնվել այնտեղ։ Իրականում, բացատրում է, ասաց դռնից մի ձայն։ Բոլորը շրջվեցին, տեսնելու Աննային կանգնած մուտքի մոտ, Մարկոսը հենց նրա հետում էր։ Աննան նյարդայնացած էր թվում, բայց վճռական։ Ես տեսա նրան, ասաց Աննան, ուղղակիորեն դիմելով Վիկտորին։ Այս առավոտ ես տեսա տիկին Օլիվիային, ով գնում էր լվացքատուն, շորի մեջ թաքցրած ինչ-որ բանով։ Ինձ տարօրինակ թվաց, որովհետև նա երբեք այնտեղ չի գնում։ Աննա, դուք չպետք է միջամտեիք, սկսեց Օլիվիան, բայց նրա ձայնը կորցնում էր ամբողջ իշխանությունը։ Եվ ես էլ տեսա, ավելացրեց Մարկոսը, մտնելով սենյակ։ Ես տեսա, երբ նա վերադարձավ գրասենյակից, ապահովագրական ընկերություն զանգելուց հետո։ Նա գոհ էր թվում։ Հյուրերից մեկը ինչ-որ բան մրմնջաց կողքի կնոջը, երկուսն էլ սկսեցին չափազանց անհարմար զգալ իրավիճակից։ Վիկտորը շուրջ բոլորը նայեց սենյակին, մշակելով բոլոր տեղեկությունները։ Երբ նա վերջապես խոսեց, նրա ձայնը սառն էր։
Օլիվիա, ասաց նա, կարող եք ինձ բացատրել, թե կոնկրետ ինչ է կատարվում այստեղ։ Վիկտոր, նրանք իմ դեմ են միավորվում, բողոքեց Օլիվիան, բայց նրա ձայնում հիմա հուսահատություն կար։ Դուք չեք կարող հավատալ աշխատակիցների խոսքին։ Ես կարող եմ հավատալ ազնիվ մարդկանց խոսքին, ընդդեմ մեկի խոսքի, ով հստակորեն փորձել է ոչնչացնել մի անմեղ երիտասարդ աղջկա, պատասխանեց Վիկտորը։ Հենց այդ ժամանակ Կիարան, ով լուռ էր մնացել, ամեն ինչ կլանելով, վերջապես նորից գտավ իր ձայնը։ Ինչո՞ւ, հարցրեց նա, ուղղակիորեն նայելով Օլիվիային։ Ինչու՞ դա անել ինձ հետ։ Օլիվիան նայեց նրան, մի պահ նրբագեղության վերահսկողության ամբողջ դիմակը անհետացավ, բացահայտելով այն մաքուր դաժանությունը, որը միշտ եղել էր այնտեղ։ Որովհետև դու մոռացել ես քո տեղը, շշնջաց նա։ Որովհետև դու մարտահրավեր նետեցիր ինձ։ Եվ որովհետև ձեր նման մարդիկ պետք է սովորեն, որ չեն կարող ոտքի կանգնել իմ նման մարդկանց դեմ, առանց հետանքների։ Բայց հետանքներ եղան, հանգիստ ասաց Վիկտորը։ Պարզապես ոչ այն, ինչ դուք էիք սպասում։ Նա շրջվեց դեպի հյուրերը, ովքեր հստակորեն անհամբեր էին փախչելու զարգացող դրամայից։ Տիկին, ներողություն եմ խնդրում այս անհարմար իրավիճակի համար, քաղաքավարի ասաց նա։ Գուցե ավելի լավ է այս հանդիպումը վերանշանակել ավելի համապատասխան առիթով։ Կանայք արագ դուրս եկան, մրմնջալով միմյանց հետ հետաքրքրասեր հայացքներ նետելով ուսի վրայով։ Երբ դուռը փակվեց նրանց հետից, Վիկտորը շրջվեց դեպի Օլիվիան։ Կարծում եմ, մենք պետք է խոսենք, ասաց նա։ Մենակ։ Օլիվիան շուրջբոլորը նայեց սենյակին, հասկանալով, որ նա լիովին կորցրել էր իրավիճակի վերահսկողությունը։ Բոլոր աշխատակիցները այնտեղ էին, միավորված նրա դեմ, Վիկտորը հստակորեն նրանց կողմն էր։ Սա չի ավարտվել, ասաց նա, հատկապես դիմելով Կիարային։ Դուք կարող է հաղթել եք այսօր, բայց սա չի ավարտվել։ Բայց նույնիսկ խոսելիս, սենյակում բոլորը տեսնում էին, որ իրականում դա ավարտվել էր։ Դիմակը ընկել էր, դաշնակիցները բացահայտվել էին, վախի ու դաժանության կայսրությունը, որը Օլիվիան կառուցել էր, փլուզվում էր նրանց աչքերի առաջ։ Երբ նա Վիկտորը դուրս եկան գրասենյակ, աշխատակիցները մնացին սենյակում լռությամբ, դեռս մշակելով կատարվածի մեծությունը։ Մենք հաղթել ենք, մեղմ հարցրեց Աննան։ Ոչ, իմաստուն պատասխանեց Հռիփսիմեն։ Բայց վերջապես դադարեցինք պարտվել։ Եվ ամիսների ընթացքում առաջին անգամ Կիարան իրեն թույլ տվեց հավատալ, որ գուցե, պարզապես գուցե, ճշմարտությունն ասելն իսկապես ավելի կարևոր է, քան խաղաղությունը պահպանելը։ 3 ամիս էր անցել այն օրվանից, երբ ամեն ինչ փոխվեց, առանձնատունը լիովին այլ վայր էր թվում։ Փոփոխություններն անմիջապես սկսվեցին Վիկտորի Օլիվիայի մեջ տեղի ունեցած վերջնական առճակատումից հետո, մի խոսակցություն, որը տեց ավելի քան 2 ժամ ավարտվեց նրանով, որ Օլիվիան հավաքեց իր ուղեբեռը ընդմիշտ լքեց տունը։ Նա չի վերադառնա, հարցրել էր Կիարան հաջորդ առավոտ, դիտելով, թե ինչպես էր Վիկտորը մենակ սուրճ խմում այն սեղանի մոտ, որը նախկինում 2 հոգու էր տեղավորում։ Ոչ, պարզապես պատասխանեց Վիկտորը։ Որոշ կամուրջներ, երբ այրվում են, չեն կարող վերակառուցվել։ Օլիվիայի հեռանալուց հետո առաջին օրերին առանձնատունը գոյություն ուներ մի տեսակ անորոշության մեջ։ Աշխատակիցները զգուշորեն էին քայլում, կարծես սպասում էին, որ ծանոթ դաժանությունը ցանկացած պահի կվերադառնա։ Վիկտորը մնաց հեռու, բայց հարգալից հստակորեն պայքարելով իր սեփական մտորումների հետ այն մասին, թե ինչ էր թույլ տվել, որ տեղի ունենա իր տանիքի տակ։ Հռիփսիմեն էր, ով կոտրեց սառույցը մի կեսօր, երբ Վիկտորին գտավ մենակ նստած այգում, նայելով այն բույսերին, որոնք Մարկոսը այդքան սիրով էր խնամում։ Պարոն, մեղմ ասաց նա, կարող եմ հարց տալ։ Վիկտորը նայեց նրան, նկատելով, թե ինչպես էր արի լույսը ընդգծում նրա մուգ մազերի արծաթյա թելերը նրա աչքերի բարությունը։ Իհարկե, Հռիփսիմե։ Ինչ եք պատրաստվում անել հիմա։ Դա պարզ հարց էր, բայց լի իմաստի բազմաթիվ շերտերով։ Վիկտորը հասկացավ, որ նա հարցնում էր ոչ միայն տան կամ աշխատակիցների մասին, այլ այն մասին, թե ով նա կընտրեր լինելու այսուհետ։ Անկեղծ ասած, վստահ չեմ, պատասխանեց նա։ 2 տարի ես թույլ տվեցի, որ ուրիշ մեկը կայացնի բոլոր որոշումները այն մասին, թե ինչպես է գործում այս տունը։ Հիմա ես պետք է պարզեմ, թե ինչպես դա ճիշտ անել։ Կարող եմ ինչ-որ բան առաջարկել, հարցրեց Հռիփսիմեն, նստելով այգու մյուս աթոռին մի ծանոթությամբ, որն անհնարին կլիներ մի քանի շաբաթ առաջ։ Խնդրում եմ։ Սկսեք հարցնելով, թե մարդիկ ինչի կարիք ունեն, այլ ոչ թե ենթադրելով, որ արդեն գիտեք։ Դա պարզ, բայց խորը խորհուրդ էր։ Եվ Վիկտորը հենց դա էլ արեց։
Հաջորդ օրերին նա յուրաքանչյուր աշխատակցի կանչեց անհատական զրույցների, ոչ թե հրամաններ տալու կամ պահանջներ դնելու համար, այլ իրենց աշխատանքային պայմանների, կարիքների երազանքների մասին հարցնելու համար։ Աննան առաջինն էր։ Վիկտորը ապահովեց, որ նա կստանա վճարովի արձակուրդ, երբ երեխան ծնվի, որ նրա աշխատանքը ապահով կլինի, երբ նա վերադառնա։ Նա կազմակերպեց, որ նա ստանա համապատասխան բժշկական հսկողություն, մի բան, որը նա չէր կարող վճարել նախկին աշխատավարձով։ Մարկոսը հաջորդն էր։ Վիկտորը պարզեց, որ այգեպանը լայնածավալ գիտելիքներ ուներ լանդշաֆտային դիզայնի մասին, միշտ երազել էր ամբողջությամբ վերանորոգել առանձնատան այգիները։ Նրանք ժամերով քննարկում էին պլաններ, Վիկտորը ոչ միայն հավանություն տալով Մարկոսի գաղափարներին, այլ տրամադրելով դրանք իրականացնելու համար անհրաժեշտ բյուջեն։ Հռիփսիմեի հետ զրույցները տարբեր էին։ Ավելի երկար, ավելի խորը, աստիճանաբար ավելի անձնական։ Վիկտորը պարզեց, որ նա դադարել էր սովորել 16 տարեկանում, Կիարային խնամելու համար, որ նա երազում էր վերադառնալ դպրոց, գուցե մի օր համալսարան ընդունվել, որ նա սիրում էր պատրաստել, բայց երբեք հնարավորություն չէր ունեցել փորձել ավելի բարդ բաղադրատոմսեր։ Ինչու դուք երբեք չէիք նշել այդ բաները նախկինում, հարցրեց Վիկտորը այդ զրույցներից մեկի ժամանակ։ Որովհետև տերերը չեն հարցնում սպասուհիների երազանքների մասին, պատասխանեց Հռիփսիմեն մեղմ անկեղծությամբ։ Եվ որովհետև ես ինքս էի մոռացել, որ երազանքները մի բան էին, որը ինձ նման մարդիկ կարող էին ունենալ։ Հենց այդ պահին ինչ-որ բան փոխվեց նրանց մեջ։ Վիկտորը Հռիփսիմեի մեջ տեսավ ոչ թե անտեսանելի աշխատակցին, ում նա անտեսել էր տարիներ շարունակ, այլ արտասովոր կնոջը, ով մեծացրել էր քաջարի դուստր, զոհաբերելով իր սեփական երազանքները, ընտանիքը միասին պահելու համար։ Իսկ ինչ, եթե զգուշորեն ասաց Վիկտորը, դուք կարողանայիք նորից ունենալ այդ երազանքները։ Ինչ եք նկատի ունենում։ Նկատի ունեմ, որ այս տունը կարիք ունի կառավարչի։ Մեկի, ով կհասկանա, թե ինչպես են իրականում գործում իրերը, ով կհոգա այստեղ աշխատող մարդկանց մասին, ով կարող է արդար խելամիտ որոշումներ կայացնել։ Հռիփսիմեն զարմանքով նայեց նրան։ Պարոն, ես ֆորմալ կրթություն չունեմ։ Դուք ունեք 15 տարվա փորձ, այն իմաստությունը, որը գալիս է մարդկանց իրականում հասկանալուց, պատասխանեց Վիկտորը։ Եվ եթե ուզում եք ֆորմալ կրթություն ստանալ, ես դա էլ կաջակցեմ։ Կիարայի հետ զրույցը գուցե ամենակարևորն էր բոլորից։ Վիկտորը նրան գտավ այգում մի կեսօր, կարդալով առանձնատան գրադարանից փոխառված գիրք։ Կիարա, ասաց նա, նստելով նրա կողքին, ես ուզում եմ ներողություն խնդրել։ Ինչի՞։ Համար, պարոն։ Թույլ տալու համար, որ դուք մեծանաք մի միջավայրում, որտեղ պետք է ընտրեիք ձեր արժանապատվության անվտանգության մեջ։ Ոչ մի երիտասարդ աղջիկ չպետք է ստիպված լինի կատարել այդ ընտրությունը։ Կիարան փակեց գիրքը, զգուշորեն նշելով էջը։ Պարոն, ես չեմ զղջում իմ արածի համար։ Ես գիտեմ։ Եվ հենց այդ պատճառով եմ ուզում ապահովել, որ դուք ունենաք բոլոր հնարավորությունները, որոնց արժանի եք։ Վիկտորը դադարեց, զգուշորեն ընտրելով իր բառերը։ Կցանկանաք վերադառնալ ուսման։ Կիարայի աչքերը լուսավորվեցին։ Ամեն ինչից ավելի։ Ապա դա հնարավոր դարձնենք։ Ամբողջական կրթություն, համալսարան, եթե ուզում եք աշխատանք, որը ձեզ է սպասում այստեղ, եթե ցանկանաք վերադառնալ։ Իսկ եթե ես որոշեմ այլ ճանապարհ ընտրել։ Վիկտորը ժպտաց։ Ապա հուսով եմ, որ դա մի ճանապարհ կլինի, որը կպատվի այն քաջությունը, որը դուք ցուցաբերեցիք այստեղ։ Կիարան ընտրել էր կրթություն սովորել, ոգեշնչված այն գաղափարից, որ այլ երեխաներ չպետք է մեծանան, հավատալով, որ աղքատ ծնվելը նշանակում է անտեսանելի լինել։ Նա սովորում էր առավոտյան աշխատում կես դրույքով առանձնատանը կեսօրին, այլս ոչ որպես հուսահատ աշխատակից, այլ որպես մեկը, ով ընտրել էր լինել այնտեղ։ Տան փոփոխությունները դուրս էին անհատականներից։ Վիկտորը ներդրեց արդար ժամանակացույցեր, արժանապատիվ աշխատավարձեր, մի միջավայր, որտեղ աշխատակիցները կարող էին արտահայտել իրենց կարծիքները առանց վախի։ Առանձնատունը դարձավ մի վայր, որտեղ մարդիկ աշխատում էին ընտրությամբ փոխադարձ հարգանքով, ոչ թե վախով, կարիքով։ Վիկտորի Հռիփսիմեի միջ սիրավեպը դանդաղ էր զարգանում, զգուշորեն, ինչպես նուրբ ծաղիկը, որը ծաղկելու համար ճիշտ պայմանների կարիք ունի։ Այն սկսվեց տան կառավարման մասին խոսակցություններից, զարգացավ Մարկոսի վերանորոգված այգիներում զբոսանքների մեջ, աստիճանաբար վերածվեց ավելի խորը բանի։ Վստահ եք, հարցրեց Հռիփսիմեն մի երեկո, երբ Վիկտորը վերջապես արտահայտեց իր զգացմունքները։ Ես ձեր աշխարհից տարբեր աշխարհից եմ։
Ես հիմա ձեր աշխարհից եմ, պատասխանեց Վիկտորը։ Մի աշխարհ, որտեղ բնավորությունն ավելի կարևոր է, քան ծագումը, որտեղ բարությունն ավելի արժեքավոր է, քան գումարը։ Նրանք ամուսնացան առանձնատան այգում կայացած պարզ արարողությամբ, բոլոր աշխատակիցները ներկա էին ոչ թե որպես ծառաներ, այլ որպես ընտանիք։ Աննան, ով ծնել էր առողջ տղա, Պետրոս անունով, քավորն էր։ Մարկոսը հատուկ այդ առիթի համար ծաղիկների կամար էր ստեղծել։ Եվ Կիարան, այժմ 18 տարեկան մանկավարժական քոլեջի երկրորդ կուրսի ուսանողուհի, նա էր, ով Հռիփսիմեին առաջնորդեց դեպի Վիկտորը։ Փոքրիկ Պետրոսը սողում էր վերանորոգված այգիներում, թիթեռների հետից վազելով բոլորից ծիծաղ առաջացնելով։ Աննան վերադարձել էր աշխատանքի, բայց այժմ որպես մարդկային ռեսուրսների համակարգող այն փոքր ընկերությունում, որը Վիկտորը ստեղծել էր, իր գույքը էթիկական կերպով կառավարելու համար։ Ընկերությունը տարբեր էր։ Ընտանիքներին շքեղ շինություններ կառուցելու համար տեղահանելու փոխարեն, նրանք ներդրումներ էին կատարում համայնքի վերակենդանացման մեջ, ստեղծելով մատչելի բնակարաններ պահպանելով թաղամասերի սոցիալական կառուցվածքը։ Դա ավելի քիչ շահութաբեր էր, քան Վիկտորի նախկին բիզնեսները, բայց անսահմանորեն ավելի բավարարող։ Երբ է զղջում եք, հարցրեց Հռիփսիմեն մի երեկո, մինչ նրանք դիտում էին Կիարային, ով օգնում էր Պետրոսին կատարել իր առաջին քայլերն այգում։ Ինչի՞ համար, հարցրեց Վիկտորը, ավելի ամուր գրկելով նրան։ Ձեր բիզնեսները փոխելով այդքան գումար կորցնելու համար։ Նախկին սպասուհու հետ ամուսնանալու համար։ Ձեր կյանքը գլխիվայր շուռ տալու համար։ Վիկտորը նայեց իր արջի տեսարանին։ Կիարան ծիծաղում էր, մինչ Պետրոսը տատանվում էր դեպի նա, Աննան Մարկոսը քննարկում էին նոր ջերմոցի պլաններ, տունը լուսավորված էր իսկական ջերմությամբ, սառը շքեղության փոխարեն։ Իմ միակ զղջումը, ասաց նա, այն է, որ այդքան երկար ժամանակ պահանջվեց հասկանալու համար իշխանություն ունենալու երջանիկ լինելու տարբերությունը։ Կիարան, այժմ ավարտելով ուսումը աշխատելով որպես ուսուցչուհի համայնքային դպրոցում, որին նրանք օգնել էին ֆինանսավորել, հաճախ էր մտածում այն օրվա մասին, որը փոխել էր ամեն ինչ։ Այն օրը, երբ վախեցած երիտասարդ աղջիկը, ոչը ասած անարդարությանը հայտնաբերեց, որ իր ձայնն ուժ ունի։ Նրա աշակերտները պաշտում էին նրան, հատկապես այն պատճառով, որ նա հասկանում էր, թե ինչ է նշանակում անտեսանելի զգալը, համոզվում էր, որ իր դասարանի յուրաքանչյուր երեխա գիտի, որ նրան տեսնում են, գնահատում ունակ է ամեն ինչի։ Ուսուցչուհի Կիարա, մի օր հարցրեց նրա աշակերտներից մեկը, ինչպես իմացաք, որ ուզում եք ուսուցիչ լինել։ Կիարան ժպտաց, մտածելով Աննայի իր որովայնը պաշտպանելու մասին, Հռիփսիմեի իր երազանքները զոհաբերելու մասին, Վիկտորի տեսնել սովորելու մասին, Օլիվիայի սովորելու մասին, որ կարեկցանք չունեցող իշխանությունը կործանարար է։ Որովհետև սովորեցի, պատասխանեց նա, որ երբեմն մեկ ձայնը կարող է փոխել ամեն ինչ։ Եվ ես ուզում էի սովորեցնել այլ մարդկանց էլ գտնել իրենց ձայները։ Առանձնատունը դեռս կանգուն էր, բայց այժմ դա իսկական տուն էր։ Մի վայր, որտեղ արդարությունը հաղթել էր դաժանությանը, որտեղ սերը փոխարինել էր վախին, որտեղ 17-ամյա աղջիկը ապացուցել էր, որ քաջությունը կարող է սարեր շարժել։ Եվ լուռ գիշերներին, երբ ընտանիքը հավաքվում էր այգում աստղերին դիտելու համար, Կիարան երբեմն հիշում էր այն սարսափելի փոխակերպող պահը, երբ նա որոշեց պաշտպանել Աննային։ Նա ոչ մի վայրկյան չէր զղջում։ Որովհետև նա սովորել էր, որ արժանապատվության գինը միշտ արժանի է, որ որոշ պայքարներ, որքան էլ վախեցնող լինեն, պետք է մղվեն։ Անարդարությունը հաղթում է միայն այն ժամանակ, երբ ոչ ոք չի դիմակայում դրան։ Բայց երբ մի քաջ մարդ ոտքի է կանգնում, ասում ոչ, ամբողջ դինամիկան կարող է փոխվել։ Եվ երբեմն, պարզապես երբեմն, այդ փոփոխությունը կարող է տել ընդմիշտ։ Պատմության ավարտը։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Կիարայի Հռիփսիմեի պատմությունը խորապես դիպել է ձեզ։ Նմանատիպ այլ պատմություններին, որոնք լի են քաջությամբ, վերափոխումով ընտանեկան սիրո ուժով, հետելու համար, մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին լայք դնել այս տեսանյութին։ Ամեն օր մենք ներկայացնում ենք եզակի պատմություններ, որոնք ուսումնասիրում են մարդկային հարաբերությունների բարդությունը, հիշեցնում մեզ, որ քաջության փոքր արարքները կարող են մեծ վերափոխումներ առաջացնել։ Կիսվեք մեկնաբանություններում։ Դուք երբեք ստիպված եք եղել քաջարի դիրքորոշում ընդունել, ինչպես Կիարան։ Ինչպես է այդ փորձը փոխել ձեր կյանքը։ Ձեր պատմությունները կարող են ոգեշնչել այլ ունկնդիրների։ Մի բաց թողեք մեր հաջորդ բովանդակությունը շարունակեք մեզ հետ պատմությունների այս ճանապարհորդության մեջ, որոնք դիպչում են սրտին։